Չկա вообще տենց խոսակցություն, էսի դեռ օրինված բան է։ Երկու երեխա ունեցող կինը ցմահ ազատվում է եկամտային հարկից։ Ես ենթադրում եմ, որ ամենաշատը բազմանում են դաշնակները։ Բայց մյուս կողմից էլ հարկերը պետք է վճարվեն, որ երկիրը բյուջե ունենա։ Ինը համահրանքով մոտեցավ քարտեզին, Արցախցիները չեն գնահատում։ բներ ասում, ոչ մի թիզ։ Եվ հիմա մեր նոր համակարգը լուծում է այդ համարյա ամեն ինչ։ Պայքար նախկինների դեմ։ Բարև ձեզ, եթերում լուրջ կասներ, շնորհակալություն, որ մեզ դիտում եք, շնորհակալություն, որ բաժանորդագրվում եք, ալիքին կարող եք նաև լսել մեր ոդկասթները ոդկասթային բոլոր հիմնական հարթակներում։ Այսօր մեր հյուրն է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսօր զրուցել ենք ոչ միայն սոցիալական եւ Եվ ոչ այնքան սոցիալական աշխատանքի մասին, ինչքան ընդհանուր դրա մասին։ Նույնիսկ չգիտեմ որտեղից սկսել եւ այսպես հիմա տենց սկզբից ամենաակտուալ թեմաներից հիմա բուրըն շրջանը կարծես փոքրիկ բուրընը հեսա կասեմ կա կարծիք որ որոշակի ճնշումների ենթարկվում Ծառուկյանը եւ կա կարծիք որ հիմա ինքը անազատության մեջ է Եվ մի հատ գլոբալ հարց էլի, եթե կար խնդիր, մանավանդ եթե խնդիրների մեծ մասը այնտեղ ցեմենտ է, զավոդ է, բան, բոլորս գիտենք, հա, խնդիրները, սկսած Սերժից, բոլորը գիտեին, որ օդից կախված կան խնդիրներ, բայց ոնց եղավ, որ 8 տարի անց է, նոր տենց ինչ որ գլոբալ այս հարցը դրվում սեղանի վրա, որ կա այսպես մեծ խնդրեմ ու պետք է լուծել։ Դե նախ 8 տարի անց չի ու օրինակ նույն ապօրինի գույքի մասին օրենքով վաղուց գործեր կա նույն փեսայի առանձնատան հարցը վաղուց ա եղել իր մասով կա ապօրինի գույքով գործեր որ դատարանում քննվում է ուրիշ գործեր են եղել որոնք ինչ որ անհայտ ճակատագիր են ունեցել հիշում եք ընտրակաշարքի գործերը ավարտվեց դե գործեր միշտ եղել են հիմա հերթական փուլն է, ալիքն է, ամենալավ հանգուցալուծումը չէ որ քննվեց, պարզվեց ոչ ոք մեղավոր չի։ Չէ, այդ ուրիշ գործեր են։ Նկատի ունեմ նես չի որ ինչ որ անձի նկատմամբ եղել է տենց բան, անտարբերություն, հա, այսպես ասած, հետո տենց հետաքրքրություն է դրսևորվել։ Իսկ ինչ վերաբերում է թե ինչու հիմա կամ ինչու այսպես, երևի իրավապահ մեր գործընկերներին հա պետք է հարցնել, իրանք է կարծես պարզաբանում են, որ քննվում, հետո ինչ որ կուլմինացիաներ ա լինում։ Այսինքն այդ կուլմինացիաները համընկնել են հետընտրական ամառային սեզոնի։ Ընտրական այդ նախընտրական ռետորաբանությունը ուղղակի համընկել է, որ այդ գործը տենց իր հունով մի քնիչից հասել է։ Դե հիմա սենց ասեմ, եթե այդ նույն իրավապահները ես իհարկե իրանց անունից իրավունք չունեմ խոսալու, իրանք կարող ասել, ասենք դա անային օրինակ այդ գործի մասով ակտիվ գործողություններ անային, չգիտեմ, օրինակ մարտին կամ ապրիլին, էլի նույն բանն էին ասելու են ընտրություններն է, քաղաքական բռնաճնշումներ եք անում, ինքն էլ ձեր հիմնական մրցակիցները, դրա համար միգուցե նաև այդ հանգամանքով պայմանավորված տենց քիչ ավելի ակտիվություն ա դրսևորվել, թեև նորից եմ կրկնում, դա պետք է նայել մանրամասներին, էլի գործի։ Մեկը փորձաքննություն ա գալիս, մյուսը հարցում ա գնում ուրիշ երկիր եւ այլն եւ այդպես շարունակ։ Okay, ստեղ ուղղակի տենց ու մենք էլ երջանիկ չեն կլնում հաճախ այդ արագությունից, էլի։ Okay։ Ստեղ երկակի մոմենտ կա, էլի, բոլորը օքեյ են, որ եթե ինչ որ խախտում ա եղել օրենքի կամ ինչ որ նո բոլորին հաճելի է, երբ հարուստ մարդը դժվարությունների մեջ է, Ես չէի ասեցես բան Հայաստանում շատ հարուստ մարդիկ կան, որոնց անունները շատերը չգիտեն էլ։ Բայց այդուհանդերձ ժողովուրդը, խորքային ժողովուրդը։ Բայց մյուս կողմից նույնիսկ եթե ինչ-որ բան խնդիր բացահայտվում է, այդպես մարդիկ մտածում են, օքեյ, ամեն դեպքում ինստիտուտները աշխատեն, օրենքները պահվեն, որպեսզի երբ հերթ հասնի բոլոր մնացածին, ինչ-որ տենց գայթակղություն չլինի, էլի ինչ-որ մի բան չարաշահել կամ կա բազմաշերտ դատա իրավական համակարգ քննիչ, դատախազ, դատավոր ու այդ ֆիլտրերը միշտ անցնում են ու միշտ չի որ քո պատկերացրած որոշումներն են էլի վերջում կայացվում շատ դեպքերում իրականում գլխավոր դատախազն ենք ուզում չէինք պրոստը նո կատակ եմ անում ուղղակի այդ թեմաներն են էլի բայց կա ուրիշ կարծիք է ժողովրդի կողմից էլի այն որ դե հա հստակ sense ինչ-որ շոուի տարեր կար էլի այդ ամեն ինչում այդ նույն իրան տենց պարկացնելը բան այդ նույնը կարող է լինել առանց էլեմենտի բայց էլի երևի ճիշտ հարաբերացիկ անգամ դե մենք կպատմենք ուրեմն sense մտնում են դիմակավոր մարդիկ ցարքանը sense նորմալ դիմավորում է ոչ մի բան զենք չկա ձեռքը դիմադրություն չի տալիս sense գցում են գետնին շղթայավ փորձում են շղթավորել շղթաներն է տենց բանը հաստատ չի տեղավորվում մի խոսքով ուզում եմ ասել այդ նույն գործընթացը լիներ առանց այդ էլեմենտի ես
ավելի հակված կնեմ, մտածել, որ ինչ որ հա օրինական այդ process է, որը գնում է։ Բայց երբ որ sense բան ալնում, միանգամից մտածում ես, որ ահա, ինչ որ եղավ հանրային շատ խոստում իրան պատժել, հետևեց պատիժ։ Պրոտոկոլներ կան, երևի ոնց են մտնում, ոնց են անում, տարբեր կարծիքներ կարան լինեն, ասում եմ, իսկ կա նաև այլ կարծիք, որ օրինակ, չգիտեմ, իսկ կարողա էլի ուշացրել եք նույնիսկ էլեկտրաշոկով էր պետք։ Տենց տարբեր ոչ այդքան հայտնի ճանապարհներով փոխաշխատած մարդկանց ով զբաղվել է, հա, որտեղ ասում եք հարուստ մարդկանց, որ ուզում ես ինչ-որ վատություն ասես, բոլորը ուրախանում են, դες բան չկա։ Շատ հարուստ մարդիկ կան Հայաստանում, որոնց նաև գիտեն մարդիկ, բայց ոչ մի ձևով տենց աչքի չեն ընկել, ոչ իրանց հայտարարություններով, ոչ իրանց հետ կապված պատմություններով, ոչ ինչ որ ցուցադրությամբ, այդ իրանց հարստության, հա, եւ մարդիկ նորմալ են վերաբերվում իրենց քրտինքով փող աշխատած այլ մարդկանց, հա։ Այստեղ հարցը այդ իրենց քրտինքով աշխատած լինելու մեջ է հիմնականում։ Լավ, այս մի քիչ եթե ընդլայնենք թեման, ընդհանրապես տենց վերնագիր առաջարկեմ պայքար նախկինների դեմ, այնտեղ էլի տենց հիմա գնում են գործեր Խաչատրյանների դեմ գործ ինչ որ տենց ակտիվացավ նախկին պետ ղեկավար այդ 8 տարիա գործեր կան այնտեղ էլի ապօրինի գույքով միլիոնավոր բոլորը վաղուց եղել է դե ոնց որ շատ գործեր մի գործ չի դա օքեյ է էլի որ տենց մարդկանց ոնց դեժավե օքեյ անընդհատ դե որտեվ շատ է ամեն ինչ շատ է որտեվ մեկ թվում է որ քաղաքական որոշումները sense շատ ակտիվորեն կիրառվում են որ եթե կա քաղաքական կամք ինքը տենց այդ կամքը շատ լավ բան է կիրառվում է մինչև վերջ sense է ժողովրդի կողմից կա պահանջ ապօրինի ձեռբերված գույքը եւ ապօրինություն վերադարձնելու, որը տեղի է ունենում եւ անկախ այս ընտրական process-ից ինքը աստիճանաբար տեղանան հույս ունեմ տեղի կունենա այլ անկախ ամեն ինչից։ Եվ կա նաեւ քաղաքական պահանջի ձևակերպում, օրինակ նույն ընտրությունների, հա, հետևանքով, որ երբ որ դու գնում ես ժողովրդի մի բան ես ասում, ժողովուրդն էլ քեզնից ասում է, հա, բայց ես ինչ բանում թերացել ես, դու պետք է գնաս այդ ժողովրդի պահանջը նաև կատարես ու այդ պահանջը լսվում է, հա, հրապարակային պահանջն է, չէ՞ որ չթղթի վրա գրված է։ Պնդումը էդի չի չեղարկում, որ իրավապահները իրանց ինչ-որ process-ով գնում էին։ Դրա համար ակտիվությունն եմ ասում, ակտիվությունը դե ճիշտ ասում եմ, իրանց գործունեությունն է հարմարացվում են։ Եթե նույն օրինակ ձեր նշած մարդկանց մասով գործերը ինչ որ միտեղ կային, այդ գործերը բոլորը կային, հասկանում եք, նոր գործ չկա։ Բայց ինչ որ միտեղ դարակում կարող է մի քիչ փոշեր վրա նստե, ասում եմ՝ «Մի րոպե, բայց ժողովուրդը ասում է, այս դուք գործ չեք անում, հա, հələ եկեք մի հատ կարդանք այդ գործերը, մի հատ հələ կտենանք այդ փորձաքննության պատասխանը ինչի չեն ուղարկել, այդ հարցումը որ ուղարկել են եսին, որ երգիր ինչի չի եկել»։ Մաստերից կարելի է պնդում անել, որ եթե Ծառուկյանը չմասնակցեր ընտրություններին, ընդհանրապես ոչ մի քաղաքական թեմայով շարտահայտվեր, կշարունակեին այդ գործերը փոշի հավաքել։ Չէին շարունակի, որովհետև այնտեղ Ծառուկյանի անձով չի այդ ամենը չպայմանավորված, այլ այդ համակարգի, հա, այդ մենք երրագլուխ էինք ասում, երրագլուխ պատերազմի կուսակցություն, բայց ինքը բազմագլուխ է, որը փորձում է գործել պետության, պետականության դեմ եւ ժողովուրդը ասում է ժողովուրդ ջան, պետք է լուծվի այդ հարցը, մենակ ես իմ ընտրությունով չի որ այդ հարցը լուծում եմ, որ իրենց չեմ ընտրում, նաեւ իրանց ձեռ բերված այդ ապօրինի գույքի հարցը պետք է լուծի, որ ընտրակաշառք չբաժանեն, որ փող չունենան ընտրակաշառք բաժանելու, հա, այսպես ասած, ոչ թե որ հարստահարվեն կամ կուլակաթափեն, այլ այդ ապօրինի ձեռ բերված այդ ստվերային փողը ընտրությունների արդյունքների վրա չազդի, այդ թվում ապագա ընտրությունների։ Երբ որ լինում են լրիվ ապաքաղաքական կամ համենայն դեպս այդքան քաղաքական չէ ինչքան Ծառուկյանը կամ մյուսները, օրինակ բժշկուհի Արմինե Սողոյանի դեպքը պոլիկլինիկայի, ում հաստիքը կախարդական ձևով կրճատվեց հենց այն բանից հետո, երբ փողոցում հանրայինորեն վարչապետի հետ վիճեց։ Ինչի կախարդական ձևով ենթադրում եմ տնօրենի որոշման բան կրճատվել։ Դե շատ համընկավ, կախարդական համընկնում տեղ ունեցավ։ Ինչ եք ուզում որ պատասխանեմ։ Դե ուզում եմ ասեք որ զատո թողեցինք այսքան աշխատի ինչի հիմա որ էդի քաղաքական վենդետա չի։ Հիմա եկեք գնանք պոլիկլինիկայի հաստիկացուցակը նայենք, ես դրանից մի քիչ հասկանում եմ։ Ես օրինակ չգիտեմ, դա պետք է արտադիր բի բաժնի վարիչներ լինեն, եթե պետք է լինեն, իսկ կարող է այդ հաստիկացուցակը հենց իր համար էր տենց սարքած, որ ինքը պետք է լիներ բաժնի վարիչ։ Դաժե եթե տենց, հա, 8 տարի կար դա նկատելու։ Չէ, նկատելը կարելի է եւ հա ասել 8 տարի առաջ էր պետք անել, բայց այդ հրապարակային գործընթացները նայեք էլի, չեն կարող որևէ ձևով տենց աննկատ անցնեն եւ գնան։ Լինում է, որ դառնում է, չես իմանում այդ մարդուն, մեկ էլ
տեսնում ես տելևիզորով ինչ որ մի հատ իրավիճակում, հետո գնում ես ասում ես մի րոպե, այս մարդը ով է, ինչ է եւ այլն, բարձում այդ մարդը ինչ որ մի արտոնություն ունի, որը ուրիշները չունեն։ Ինչի՞ պետք է ինքը ունենա, ուրիշները չունենան։ Օրինակ եմ ասում, ես չեմ ուզում մտնեմ ամենեն հարգանքով էլի իրանց այդ հաստիկացուցակների թեմաների մեջ, բայց մյուս կողմից էլ այդ դրան որ տենց ուշադրություն ենք դարձնում դա, բա մյուս կտորներին ինչի ուշադրություն չենք դարձնում, այդ ագրեսիային, այդ վերբալ ագրեսիային, որ տենց հատուկ երկրի ղեկավարի նկատմամբ իրականացվում է, երբ որ տենց դա հնարավոր է, որտեղ մենք ժողովրդավար եւ ազատ երկրում ենք ապրում, ի տարբերություն շատ էլի նախկին ժամանակների եւ հույս ունեմ երբեք այդ ժամանակները այլևս չեն գա, որ դու չէիր կարողանալու RRSV-ի երկրի ղեկավարին եւ մոտարպես ինչ ուզեիր ասեիր, հա։ Հենց դա նրանք դուրս չէին գալիս, այդ իրավիճակները ինքնըստինքյան տենց չէին պորտվում։ Հա, բայց հիմա բժշկուհին մասնագետը աշխատում է, իր հիվանդները ունի, ինչ խնդիր կա, չեմ հասկանում, տենց հազարավոր մարդիկ կան Հայաստանում, 100,000-ավոր, որ մեզ չեն ընտրել ու իրանք մենք բոլորին սիրում ենք, հարգում ենք, իրանք իրենց գործով զբաղվում են։ Okay, ես մի հատ զուգահեռ կարամ տանեմ այն մյուս Մարտին տեղ ունեցած դեպքի հետ քարտեզը մետրոյում եւ Արցախի գնացքը դուք հարցազրույց եք տվել այդ թեմայով, որտեղ ինձ թվում է մի հատ մանիպուլյացիա է կարել, հեսա բացատրեմ որն է։ Դուք ասացիք, որ կինը կամահրանքով մոտեցավ քարտեզին ու ինչի տենց, միթե մենք Արցախի համար քիչ ենք արել, այսքան բաներ ենք արել, ու ներկայացնելով Արցախցուն կարծես թե տենց բան էլի անբարտավան ինչ-որ որովհետև կամահրանքով է այն երկրի քարտեզին, բայց այդ քարտեզը ես ուզում եմ հիմա ֆրանկ մի հատ իրա տեսանկյունից նայենք, էլի։ Այդ քարտեզը նախ հստակ քարոզչական նյութ է, որը բայց Հայաստանի Հանրապետության քարտեզն է։ Հա, մի ժամանակ Հայաստանի Հանրապետության քարտեզն է, որտեղից տվյալ մարդու հայրենիքը չկա, այսինքն մենք միշտ ունեցել ենք մի քարտեզ, չէ չկա, բայց ինքը գտնվում է հենց այդ պահին, հենց այդ հենց այդ քարտեզի մեջ, որը իրան պաշտպանում է, տուն է տալիս, օգնություն է տալիս։ Հա, հիմա հասկանալի է, չէ՞, որ ինքը ոչ թե կամահրանքով է մոտենում այդ քարտեզին, այլ ինքը ծնվել մեծացել է այդ քարտեզի մի մասում, որը հիմա այդտեղ չկա, բայց դա ներկայացվում է ինչի է դա ձեր խորհրդանիշը, որովհետև դուք ուզում եք նորմալիզացնել այդ քարտեզը, իրան Չէ, մենք չենք ուզում։ Տեսեք, հիմա դուք եք մանիպուլացիա։ Չէ, ուզում եմ ասեմ, այդտեղ կամահրանք չկար, քարտեզը 91 թվից այդ քարտեզն է։ Էդ է Հայաստանության քարտեզը եղել։ Դե չէ, էլի։ Այսքան ժամանակ մեր լիքը, չգիտեմ, պետական ալիքներով բաներով ուրիշ քարտեզ ա եղել։ Բազմաթիվ անգամ դրա մասին խոսացել ենք։ Այդ մարդիկ այդտեղ ապրել են, էս եղել է իրանց քարտեզը։ Հիմա իրանց տալիս են կրճատած քարտեզ, ասում եք, էս նորմալ է։ Կրճատած քարտեզ չի, դա Հայաստանության սուվերեն տարածքն է, իրական քարտեզն է, իրական Հայաստանի։ Բայց այդ իրավիճակի մեջ ես ինչ էի տենց ասում եմ ինչու բռնկվեց հա այդ վեճը։ Ինչի բռնկվեց այդ վեճը, որովհետև ես վարչապետի կողքը նստած եմ եղել մետրոյում։ Հենց այդ պահին այդ աղջնոջ եւ իր երեխայի դիմաց։ Երբ որ սովորական հանգիստ խոսակցություն էր գնում բոլոր մյուս ուղևորների հետ եւ քարտեզներ էին ոմանք վերցնում, ոմանք չէին վերցնում, եւ այդտեղ այդ խոսակցությունը սկսվեց եւ վարչապետն ասաց խնդրեմ գոնե ասես չեմ ուզում խոսեմ, ասաց օքեյ, իսկ քարտեզը կարող եմ տալ ու տենց ռեակցիա եղավ, դրա համար բռնկում եղավ։ Նորմալ է, չէ՞ որ մարդու մոտ ով այդ քարտեզի հետ մասում էր ապրում, այդ ռեակցիան կլի։ Պլյուս որ դեր նախորդ քարոզչական նյութը որ անձնագրի պատկերով այդ քարտեզով էր բազմաթիվ անգամ դրա համար չէին հմեկովցս տալիս հայեցում դրա համար կա սեփական սխալների ընդունում եւ ընդհանրապես ռեֆլեքսիա այդ սա հաշվի առնելով նորմալ չի այդ մարդու ռեակցիան որ տես կլինի եթե այդ մարդու ռեակցիան նորմալ է ես էլ ասում եմ որ այդ երկու տարբեր մարդկանց ռեակցիաները գարան նորմալ լինեն այդ միջադեպից ես ընդհանրապես այդ եմ ասում Երևանում սկսենք ասել որ արաբկիր համայնքը սաղ ընթացքում սնվել է Երևանի մյուս համայնքների շնորհիվ, դա անտագանիզմ արաբկիրցիների հանդեպ բան կանի։ Ու մնաց Արցախցի հայաստանցի բանը, որը այդպես հետին պլանում միշտ կա։ Հիմա եթե մենք այդպես զուտ ռացիոնալ ամեն ինչ դատենք, այդպես զուտ տրամաբանական շղթա, էմոցիաները ամբողջությամբ հանենք էմոցիաները։ Դե դրա համար ասում եմ, թե էմոցիա է եղել։ Իր կողմից էլ է էմոցիա եղել, վարչապետի կողմից էլ է էմոցիա եղել, բուրըն է եղել էմոցիան, վարչապետը դրա համար նաև մի 10 անգամ ներողություն ա խնդրել։ Հա, ես կողմից բուրըն էմոցիա։ Իմ մեկնաբանությունը եղել է այն ինչ որ ես տեսել եմ իմ կողքը, ասենք 1 մետր հեռավորության վրա, երբ որ եղել է այդպիսի արձագանք քարտեզի պարզապես առաջարկին, հա, վարչապետը բուրըն արձագանք ա տվել, այդքան բան։ Կամորանքի պահը, այսինքն եթե չկնչնում որ շատ նորմալ ռեակցիա էր։ Որտեւ անգամ եթե վերցնեիք ինչ որ մեր բոլորիս պապիկներին նորմալ էր թե նորմալ չէր, այստեղ
պատմության մեջ շատ բան չի Ես ուզում եմ ասեմ, շատ խոցելի վիճակում են արցախցիները ու հիմա երբ որ իրան ֆրեյմ են կանում շրջանակից, հայց ինչ շրջանակի մեջ ես դնում։ Եթե ձեր ասած շրջանակով ենք նայում, նորմա է, մեր ասած շրջանակով էլ է, մեր ասածն էլ է նորմա, որ եթե կա Հայաստանի Հանրապետություն իր ճանաչված սահմաններով, մենք էլ ուզում ենք մարդկանց ասենք, որ եկեք պաշտպանենք այդ Հայաստանի Հանրապետությունը, որի քարտեզը այսա է, ու դու դրա նկատմամբ ասում ես պետք չի ինձ քո Հայաստանի Հանրապետությունը։ Եթե իմ տունը գտնվում է հենց այդ եմ ասում, որ դուք չեք ներառել, լրիվ օքեյ է։ Բայց միևնույն ժամանակ մենք ասում ենք արի տնավորվի քո նոր տանը, որը քեզ կպաշտպանի, որ ավելի պաշտպանված է, լեգիտիմ է եւ այլն։ Իրան անբարտավանի ինչ որ բան փորձում պիտակցնել, որ արցախցիները չեն գնահատում, սա չէ, որ իրանք sense շատ խոցելի խավեն։ Նախ մենք չենք բան արել, տենց ընդլայնը բոլորի վրա տարածել, որ արցախցիները չեն գնահատում։ Ես ասում եմ, եղել է միջադեպ, այդ միջադեպի ժամանակ ինչպիսի ռեակցիա ա եղել, որին եղել է հակառեակցիա։ Առաջարկ, ռեակցիա, հակառեակցիա։ Այդ է եղել։ Ես մի քիչ ավելի Միքայել հետ ուզեմ գնամ, երբ նոր եկակ։ Եկեք առաջ գնանք մեկ-մեկ։ No, ეს շատ վաղուց սպասված լուրջ քաստ է, երբ նոր եկակ իշխանության, առողջապահության նախարարությունից սկսեցիք, չէ, որտեղ հետո հիշում եմ աշխատակազմը ղեկավար, հիմա սոցբան։ Այն ժամանակ այն սկանդալներ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի եւ այնտեղ Միքայել Մինասյանի հայրն էր, ինչ որ մեղադրվում, ինչ որ տես բաների մեջ մութ գործերի մեջ, հա։ Այդ ինչ եղավ։ Այդ գործ ինչ եղավ, ու հիշում տես ասում եք հիմա չեմ կարող ասեմ, որտեվ այնքան տես դատարանում է կամ քննվում է, բայց քանի որ մեղադրյալ, չէ, քանի որ մեղադրյալը բացակա է, դատարան չեն կարողանում ուղարկել։ Չես կարող հերրակա դատաքննություն անել։ Ու չեք կարող ասեք այդ ինչ գործեր կան, ինչ էր։ Չէ, կարամ ասեմ։ 100 անգամ խոսացել ենք այդ գործերով։ Չէ, ինչ որ բան, բայց չէր կարելի ասել, քանի որ դատը գնում էր ինձ թվաց։ Հա, նախաքննական գաղտնիքի իմաստով, դե նախաքննական գաղտնիքի ես չեմ տիրապետում, այսքան տենց, բայց ես գիտեմ ինչ ա եղել ու քանի որ Միքայել Մինասյանի հայրը հետախուզման մեջ է եւ չի ներկայանում քննություն իրականացնող մարմին, որը որ իրան մեղադրան կառաջադրի, հետո գործը կուղարկի դատարան, գործը մնացել է։ Հա, հիմա դեռ հետախուզվում է։ Մեղադրվողի հետախուզման մեջն է փախուստի պատճառով գործը չի գնացել դատարան։ Երկրներ կա, իդեպ կարաս հերրակա դատաքննություն անես, առանց իրա ուղարկես դատարան, դատարանն էլ հերրակա վճիռ կայացնի, դատապարտի 10-20, չգիտեմ X տարվա մենք տենց պրակտիկա չունենք, չգիտեմ, միգուցե պետքա մտածել դրա մասին։ Ես ուղղակի բայց այն ինչ որ ասել եմ ուժի մեջ է։ Okay, տպավորությունների բանը տակ, ոնց որ ասիք հեսա ինչ որ բան կբացահայտվի, բայց տենց է բացահայտվել է, մարդիկ հավելագրումներ են արել, այսինքն ամեն ինչ բացահայտված է։ Հիվանդները չեն եղել, փողերը պետական բյուջեից ուղարկվել են հիվանդանոց։ Ես չեմ գնացել եղապարկս չեմ վիրահատել, բայց ընդ գրած ա եղել հիպոթետիկ է, եղապարկս կարող է եղապարկ չներ, ուրիշ բան լիներ, բայց գրված ա եղել, որ այդ մարդը այնտեղ բուժօգնություն է ստացել, որը չի եղել։ Okay, իդեպ նմանատիպ դա միակ դեպք չի, պարզապես դա ամենա տենց vivid դեպքն ա եղել, որ բոլորը ճանաչում էին։ Դրա հակառակը նաև COVID-ի ժամանակ ասում են, որ երբ դուք վերահսկում եք այս գործընթացը, հա, COVID-ի վերահսկումը բան, այդ ժամանակ են շատ չարաշահումներ եղել եւ գոյություն չունեցող պացիենտներ։ Մի հատ տենց գործ կա, որը հիմա դատարանում է, քանի որ մեղադրյալները չեն փախել։ Եվ ես առաջարկում եմ մեր մամուլին գնալ եւ լուսաբանել դա, որտեվ հիվանդանոց կա X, որի վրա տենց մեղադրանք կա, որ դու հիվանդին մոտավորապես հետեւյալը պարկացրել ես սովորական պալատում, բայց գրել ես, որ ռեանիմացիայում ես պարկացրել եւ ռեանիմացիոն գինը սովորական պալատից տարբեր է եւ դու վերցրել ես ռեանիմացիայի փողը, ոչ թե սովորական պալատի գինը, չնայած որ այդ ժամանակ այնքան խառն ա եղել ամեն ինչ, որ ռեանիմացիա պալատ, այսինքն մենք միջանցներում էլ ենք մարդկանց բուժել ռեանիմացիոն պրոտոկոլներով, հիմա իրանք պաշտպանվում են, դատախազությունը մեղադրում է, կլինի դատավճիռ, կտեսնեք։ Ինչ որտեվ այդ է տարբերությունը, որ փախնող չկա ու դատը գնում է հիմա։ Դե բայց COVID-ն էլ 20 թվին էր, էլի, այնպես չի վերջել։ Չէ, գործը բայց 22-23 թվին ա եղել։ Որտեվ երբ էլ տենց խոսում տարբեր մարդկանց հետ, ասում են, այն գիտես ինչ չարաշահումներ են եղել բան։ Ոչ մեկ չի կարող ասի։ Փորձում եմ իրանց մի հատ փուշ անեմ, էլի հասկանում կոնկրետ անտեղեր, բաներ, ինչ որ ասում է, հեսա փոխվի իշխանությունը, սա կբացահայտվի, այտենց կոնկրետ ես կարամ օրինակներ բերեմ, փող ենք տալիս մահացած մարդկանց համար, այտենց մեղադրանք կար, զարմանում եմ, ինչի պետք է փող տանք ինչ որ մեկին մահացած մարդկանց համար,
ինչ որ չգիտեմ այլ անհեթեթ մեղադրանքներ, այս մեկը բանա կոնկրետ գործ է, անուն ազգանուններով մարդիկ, մի քանի 100 պացիենտ, կոնկրետ բժշկական կենտրոն, որը հիմա քննվում է։ Ու հետաքրքիր է որն է, որ սա քննվում է, ոչ մի անգամ չի լուսաբանը դատը։ Ոչ մի անգամ, որտեղ կարևորը վերնագիրն է եղել, այն ամենասկզբի վերնագիրը։ Ինձ հետաքրքիր էր ինչ որ կան ոնց որ class action-ներ կամ հարյուրավոր մարդիկ, որ տենց բողոքներով կամ մեղադրանքներով դիմում են, գնում են կամ դուք լսում եք կամ կարող է մեզ չի հասնում, տենց ինչ որ գրող կա։ Տենց get մեկ մարդ չկա, որ բողոք։ Ինչ որ հիվանդանոցի տնօրեն ազատվի դրա համար մեծ սկանդալային գործ ունի։ Մասնավոր հիվանդանոցը դա իրանք են որոշում իրանց տնօրենը ով է։ Ես նկատի ունեմ պացիենտների կողմից բողոք չկա, եղել է այլ process, կարամ պատմեմ ոնց է եղել այդ ամենը։ Դե պացիենտներ կարաչինի, որտեղ ենթադրաբար, ասենք պացիենտը չկա, բայց այդ տեղը գրվել է պետական բյուջեից, որտեղ ինչ որ պացիենտ բան չի եղել։ Եղել է պացիենտը կա, բայց սխալ կոդով է փողը վերցվել, որը ավելի բարձր է եղել, քան Okay, հիմա այդ մի գործն է։ Այդ մի գործն է։ Իսկ չեք փոշմանում, որ այն սկզբից մի քիչ բան կամարանքով մոտեցակ կովիդին։ Փոշմանում եմ, բայց ինֆորմացիա չունենք, նարեկ ջան։ Իմ կյանքում էդիս մի հատ տենց շաբաթ էր, որ համարյա հիշում եք օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգների այդ ժամանակվա պրեզիդենտը ոնց էր վերաբերվում Flat Earth-ին հավատացող մեծ զանգված էլ կա։ Բայց ես հիշում եմ, ասես մոտավորապես այդ ձեր հայտարարությունն էր, որ դա ոչ մի բան չկա, ու մենք մոտավորապես այդ նույն շաբաթը թրանք Դուբայ երամարտի մրցումի, ու մեր մոտ ոչ մի բան չկար, այնտեղ հենց իջանք, այնտեղ sense սավ դիմակով բան, sense արդեն sense շուշս բաներ, ասում եմ, բայց էսի ոնց էր թե լուրջ է։ Ու ես հիշում եմ մենք Arm Comedy-ում արեցինք սոցգովազդ նրա մասին, որ այդպես իրար պաչիկով մի բարեկման պետական մոտեցումը հələ օպշին հենց էր, որ այդպես արավով մարավով կբուժենք։ Լրջացումը, հա, այդ լրջացումը, այսպես ասած, process-ի եղել է համահունչ միջազգային լրջացման։ Այսինքն բոլորն էլ չեն իմացել դա ինչ է։ Մենք արդեն սոցգովազդներ ունենք հրապարակած։ Տենց չի։ Մենք ոչ մի կետով որևէ ոչ սահման փակել, ոչ իմ բան անել դիմակները պարտադրելու կտորից չենք ուշացել, բայց եղել է պահեր, որի մասին ինֆորմացիան, ասենք, որը ճիշտ ինֆորմացիան հայտնի է դարել մի ամիս հետո։ Եթե իմանայինք մի ամիս առաջ, մի ամիս շուտ դա կանեինք, բայց այդ ամեն ինչը պետք է դիտարկել ընդհանուրի մեջ, ընդհանուր երկրի երկրագնդի։ Այդ էլ այդտեղ ընդհանուրի մեջ, դե դուք ասում եք, որ լավագույններից ենք հաղթահարել, ընդդիմությունը ասում է, որ վատագույններից ենք հաղթահարել։ Ես էլ 3 մտա թվեր նայեցի, այտենց 3000 պլյուս մահ per capita էր գալիս, որը այտենց 7-րդ, 8-րդ այտենց դեպի շատներ։ Այսինքն եթե աշխարհը դաժե գրաֆիկը ունեմ, եթե աշխարհը այտենց կարիճնևի երանգների էր, մեր այտենց նախավերջի մուկ երանգներ։ Այստեղ ուրիշ հարց էլ կա, այդ մահերի պատճառագիտության reporting-ի, որտեղ ստանդարտիզացիա չի եղել։ Մենք գիտենք մեր մահերը 100% գրանցվել են որպես COVID-ից մահեր, բայց օրինակ չգիտենք մեր շուրջը կամ այլ երկրներում ոնց է եղել։ Աֆրիկան էր, որ ակնհայտորեն տենց չեն հետևել, որովհետև տենց շատ լավ է։ 7-րդը չենք հաստատ եւ նաեւ այդ ամեն ինչը տենց բավական երկար է տևել, դա էլ է պետք հաշվի առնել։ Մենք սկզբնական փուլում շատ լավ ենք ամեն ինչ արել, հետո վակցինացիայի խնդիրներ մենք ունեցանք, վակցինացիան շատ բարձր չգնաց մեր մոտ տարբերելի անտիվաքս եւ այդ թվում մեր ընդդիմադիրների շնորհիվ, երբ որ ասում էին, որ այտենց պետք չի պատվաստել։ Նույն ընդդիմադիրներն էին ասում, որ դիմակ պետք չի կրել, ազգային ժողովում ինձ խեղդում էին, ասում են ինչ է փակում մեր մաքուր օդի իրավունքը։ Դա ամեն ինչը պետք է հաշվի առնել։ Դիմակը մինչև հիմա տես չի համարվում վիճելի subject, որովհետև բացարձակ, չէ, որտեղ չի համարվում։ Okay, իսկ հետադարձ հայացքով։ Ու մի բան էլ, ստեղ մի հատ ուրիշ բան էլ կա, տեսեք այդ սահմանափակումները դնելու եւ չդնելու այդ դիլեման, հա։ Մենք որպես առողջապահության նախարարություն մենք միշտ պնդում ենք, որ հնարավորինս շուտ է դա պետք անել։ Բայց որոշումները պետք է լինեն բալանսավորված, որովհետեւ հիմա նաեւ կա տնտեսական կոմպոնենտը, հա։ Հիմա որ փակում ես տնտեսությունը ընկնում է, ռեստորանները ամեն ինչ փակում ես, գործերը եւ այլն, ու մենք սկսեցինք ամենաառաջիններից աստիճանաբար բացվել, որպեսզի նաեւ երկիրը կանգ չառնի ամբողջ։ Ու երկրները շատ երկար փակ պահեցին, ու իրանք միջև ավելի դժվար են վերականգնում։ Երկրներ եղան, որ ընդհանրապես չփակեցին, դա էլ էր սխալ։ Օրինակ Շվեդիայի նման երկրները։ Այդ ուզում ասեի, հետադարձ հայացքով կարող է շվեդական մոդելը ավելի իրանք փոշմանել են, որ հաստատ, որտեղ շատ տարբերություն չի։ Որ վերցնում ես ինքը իր վնասը տվեց, խոցերի խումբը sense tenants գրեց իր վնասները։ Իսկ ով որ պետք է հիվանդանար, լավանար, հիվանդացավ, լավացավ։ Ոչ բոլորը։
Հիմա որ Չեխիայում ավելի վատ է, որ չի հիվանդացել։ Մեկը պիտի սա հիվանդանային, հիվանդացել օրինակ։ հա։ Այո։ Դե ես հիվանդացել եմ, եթե հավատանք տեստին, այն որ հետո ես իմանում որ հակամարմին արդեն ունես։ Հա, ես հակամարմին չեմ ստուգել, բայց ոչ մի անգամ տեստս դրական չի եղել, ճնոց 7 անգամ պատվաստվել եմ։ 7 անգամ, այդ ուքիա։ Հա։ Մի փոքր գերմանիշություն չի 7 անգամ պատվաստվել։ Դե առաջի պատվաստողը ես եմ եղել Հայաստանի Sputnikov ռուսական, 2 դոզա, հետո 2 հատ Pfizer, 2 հատ Moderna, մի հատ էլ AstraZeneca։ Ինչ եկել է երկինը։ Ապա որովհետեւ չասեն արկածը փոխարկումներ կա։ Եվ այսպես YouTube-ի մոնետիզացիան գալիս է Հայաստան ու եթե դու մտածում էիր, որ ճիշտ կլինի ինչ-որ հաղորդում, ոդկաստ սկսեմ YouTube-ում, այդ մոմենտն է։ Բանն այն է, որ մեր Spin Ideas Agency-ն զբաղվում է YouTube-ի հետ կապված բոլոր հարցերով, այնպես որ զարգացնել, շատացնել, մոնետիզացնել, սկսել հաղորդում, փոխել հաղորդում, ավելի լավը դարձնել հաղորդումը, համեցեք Spin Ideas։ Ցանկացած ոճի, ճաշակի, տաղավար, փոքր, մեծ, շատ մեծ, լսարանով, առանց լսարանի, մի խոսքով ամեն ինչ տեղ ունենք, ինչպես եւ մարքեթինգային ծառայությունների ողջ ցիկլը։ Ձեր ոդկասթի ստուդիան կարող է ունենալ այս տեսքը կամ այս։ Հիմա պատկերացրեք, որ մենք ունենք 9 այսպիսի ստուդիա, այսինքն 36 տարբեր դիզայն ըստ ձեր ճաշակի։ Ու սրանք դեռ փոքրերն են։ Ունենք նաև մեծ ստուդիաներ ավելի մեծ նախագծերի համար։ Բարև ձեզ, սիրելի YouTube-ա։ Հոп, այս տաղավարը արդեն վերցրած է։ 21-րդ դարում քոնթենթը արքա է, որ ոլորտից էլ լինեք։ Ֆինանսներ, իրավաբանություն, քաղաքականություն, արվեստ կամ ուրոլոգիա։ Հոպ, ուրոլոգիան արդեն զբաղված է։ Դուք ունեք արժեքավոր ասելիք։ YouTube պրոդյուսերները հատուկ ձեզ համար կանցկացնեն հետազոտություն եւ կգտնեն լավագույն ֆորմատը։ Մեր ամենազբաղված հաճախորդները կարող են գալ ամիսը 1-2 անգամ կամ նկարահանվել լայվ ֆորմատով։ Կներեք, այնուհետ Spin-ի post-production թիմը կմոնտաժի ձեր հաղորդումը, դիզայն թիմը այն կփաթեթավորի, մարքեթինգային թիմը կզբաղվի առաջխաղացմամբ սոցհարթակներում, իսկ մասնագիտացված YouTube թիմը, որից երկրում այլևս չկա, իր ձեռքը կվերցնի ձեր ալիքի կայացումը։ Spin Ideas Agency-ում մենք հաշվի ենք առել ամեն մանրուք ձեր ժամանակը խնայելու եւ արդյունավետությունը բարձրացնելու համար։ Հիմա գնանք 2008 թվական։ Գնացինք։ Ես հիշում եմ դուք նաև այն ժամանակվա շարժման Լևոն Տեր-Պետրոսյանի ակտիվիստ եւ այլն հիմա շարժման կամ լիդեր եք կամ ակտիվիստ կամ մի խոսքով այդ ամենից ու հիմա այտենց տենում ենք որ շատ մեր ծանոթներ այդ շարժումից երևի մեծ մասը իշխանության մեջ են այս կամ այն կերպ եւ նույնիսկ այդպես անհասկանալի ինչ գաղափարական բանի վրա թե ինչ հիման վրա տենց եղավ որ հիմա որ հարցնում ենք Լևոնենց ասում են դե իրանք տենց մի խոսքով իրանք սխալ են իրանք սխալ են որ գնացին մենք չենք փոխվել իրանք փոխվեցին բայց մյուս կողմից կարծեմ հենց Փաշինյանը ասաց որ ինքը իր սկզբունքներին դավաճանեց ոչ թե մենք ինչ որ բանի դավաճանեցինք կամ փոխվեցինք հիմա ոնց է Դուք ասես հիմայից խոսալուց հա ոնց եղավ որ բաժանվեցիք տես ցիվիլոտ շատ բնական Որոց սա լավ է Դե ես օրինակ անկեղծ ասեմ այն հիշում եք մի հատ 13 թվի ընտրություններն էր թե 14 սերիներ երբ որ Տեր-Պետրոսյան, Ծառուկյան, Դաշնակցություն ինչ-որ sense կոնգլոմերանտ էր ձևավորվում։ Հրաշալի քարյակը։ Քարյակ թե եռյակ։ Քարյակ էր, բայց իրականում եռյակ էր, բայց պաշտոնը քարյակ էր։ Ես այդ ժամանակվանից արդեն էլ չէի գնում միտինգներին։ Այտենց ես 2003-4 թվերից այտենց միտինգ չի եղել որ բաց թողեմ, բայց այդ ժամանակներից հասկացա որ ինչ-որ բան սխալ է արդեն աշխատում։ Չի աշխատում այդ մեխանիզմը, այն հա բուրժուա դեմոկրատական այդ պահից Հայկական Իվանիշվիլի Այդ պահից արդեն ես դուրս եկա, հետո դե ես ինքս ոնց որ մասնավոր սեկտորում էի աշխատում 11-12 թվից, հետո ԿՊ-ն ստեղծվեց, ես ԿՊ անդամ, այսինքն հիմնադիր անդամ չեմ եղել, բայց ոնց որ բոլոր իմ ընկերներն են եղել, ես այտենց մասնակցում էի, աջակցում էի ինչով կարողանում էի իրանց միջոցառումներին եւ այլն։ Հետո դա եղավ հեղափոխությունը ու գիտեք, այն որ ասում են իրանք սխալ են, մենք ճիշտ է, այդ պահին եմ ուզում անդրադառնալ Այն շատ չափելի բան է, շատ հեշտ, ով կարողացավ համախմբել Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ անել հեղափոխություն մեկ փորձից եւ ոչ թե 2008, 2007, 8
13 եւ այլն, եւ ով ինչքան ձայն հավաքեց ընտրություններին բոլոր վերջի ընտրություններին, այսինքն ակնհայտ է, որ այն ինչ որ իրանք հիմա հատկապես ասում են, որևէ պոպուլարություն եւ ընկալում չունի մեր ժողովրդի մոտ, ես երբեմն նույնիսկ անկեղծ ցավում եմ, որ օրինակ կարա Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող շարժումը, ասենք, դաշնակցությունից ավելի դաշնակցական հայտարարություններ անի։ Հասկանում եք, կամ մեր երկրի ստեղծման ակունքներում կանգնած մարդիկ այնպիսի հայտարարություններ անեն, որոնք որ կասկածի տակ են դնում մեր անկախությունն ու ինքնիշխանությունը։ Բայց հենց դա այդ վաղ ավելի դաշնակցական, երբ որ իրանք խոսում էին 7 շրջանների վերադարձի մասին, որովհետև դա տենց ինչ-որ օբյեկտիվ 4 ռացիոնալիստական բաներ, ԿՊ-ն էր ասում ոչ մի թիզ եւ ԿՊ-ն բազմիցս դրա մասին խոսել է եւ նույնիսկ քիչ առաջ էի խոսում ինքնահայեցման, ռեֆլեքսիայի եւ սեփական սխալները ընդունելու, ընկալելու առաջին հերթին եւ ընդունելու մասին, ինչը իրանց դեպքում տեղի չի ունենում։ Այդ մարդիկ առնվազն իրանց սխալները, ոչ միայն իրանք, շատերը չեն ընդունում եւ հետեւաբար չեն կարողանում կառուցեն ապագան այդ պատմության դառը փորձի վրա, հա։ Պատմությունը դրա մասին է իրականում։ Ու տենց ինչ-որ անձնական բան չկա էլի մեր մեջ, զուտ քաղաքական է, բայց տենց է ստացել, տենց ոնց որ բաժանում է եղել։ Okay։ Բայց ես չեմ ափսոսում։ Ես իրականում համարում եմ, որ այդ շարժումները եթե չլինեին, եւ այս ինչ որ մի խումբ երիտասարդություն եւ գաղափարներ իրանց մեջ տենց չզարգանային, հնարավոր է այս հեղափոխությունը չլիներ։ Այսինքն դա կարևոր հարթակ է եղել հեղափոխությանը հասնելու համար։ Ջենտլմենական բան եք ասում, որովհետև իրանք էլ են ասում, որ եթե այդ նախապատմությունը չնա իրանց պայքարի ինչ որ հանգրվաններ չունեն, գուցե սա չլներ։ Անկեղծ ասեմ, իմ այնտեղ հայտնվելը ոնց է տեղի ունեցել։ Ես հայտնվել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ղեկավարվող շարժման մեջ Նիկոլ Փաշինյանի միջոցով, մեկը։ Ես Նիկոլ Փաշինյանին ճանաչում 2006-ի աշունից, երբ որ իրանք ստեղծել էին այլընտրանք նախաձեռնություն, հետո իմպիչմենտ դաշինք, հիշում եք, այն ոչ դոդացմանը, ռոբոտացմանը, սերժանտացմանը, ես իմպիչմենտի դեժը վստահված անձ եմ եղել 2007-ի մայիսի ընտրություններին։ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակ եկավ սեպտեմբերին 2007-ի եւ ընտրություններ նախագահական, հետո փետրվար, մարտի 1 եւ այլն։ Այսինքն ես նենց չի որ տենց անձի կոնկրետ Լևոն Տեր-Պետրոսյանի հետևից եմ գնացել, ես Նիկոլ Փաշինյանի գաղափարների հետևից եմ գնացել եւ այդ գաղափարները հələ որ կայուն են, հա, ու տենց ես շարունակում եմ այդ գաղափարների հետևից գնալ։ Ու հիմնական գաղափարների դեպային վախտվանից դեռ կար այն մեկ գումարած մեկն էր, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես։ 50 օգնանոց կայուն են հետ հիմա կարելի է ահագին վիճել որքանը, որովհետեւ արդեն երկրորդ անգամ դուք եք ասում, որ սխալները հասկացել ենք։ Չէ, դե կայունության մասին չէ, էլի։ Չէ, կայունության մասն է, որ քեզնից է կախված ամեն ինչ։ Քեզնից։ Պետք չի ուրիշ փրկիչներ, բաներ փնտրել։ Ինձ հետաքրքիր է, էլի, ԿՊ-ի մեջ այսօրվա, հա, ԿՊ-ի մեջ տենց անձի պաշտամունքի եւ որոշակի ԿՊՍ-ության էլեմենտներ չեք նկատում, որովհետեւ չեմ նկատում։ Արդեն ունեք կուսակցական երկ, որը դուք կապտայի մեջ երկում եք։ Կուսակցական երկ հեղափոխության ժամանակ էլ ա եղել։ Սենց ասեմ։ Եթե հետ գնանք հիմա ու հանրապետական ունենար եւ կարծեմ դաժե մի քանի հատ ուներ երկ, այդ հիմայի մեր ընդհանուր բոլոր ընկերները հավեսով ծաղրելու էին դրա համար, հա։ Վախտում են տղերքը դες հանրացած երկ հանրապետականներում։ Կաշ բան, process հա, քարոզ արշավ։ Այդ process-ը ունի ատրիբուտիկա, հա, ասենք քարտեզից էինք խոսում, կեպկանը, ինչ որ հուդիներ բաներ, երկ հիմա երգը, ասենք դուք վերջերս լսել եք այդ երգը։ Հիմա հետո կլինի ուրիշ երգ։ Մենք ամենաշատն ենք լսել։ Չէ, հետո կլինի այլ երգ։ Ես այդտեղ հարց չեմ տեսնում, իրական ուզում եմ ասեմ, էլի այդ անձի պաշտամունքի մասով այնքան դժվար է դրսից մարդկանց, որ ներսի process-ները չեն տեսնում, հավատալ, որ չկա անձի պաշտամունք եւ այդ ԿՊՍ-ական բաներ, հակառակը նույնիսկ զարմանում են օրինակ որ ինչ որ մի պաշտոնյայի մենք փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում ենք ու բան ասում են դե Նիկոլ Փաշինյանը իրեն չուզեց դրա համար ինքը չընտրվեց, հա, ըստ բան չկա։ Չէ, որովհետեւ միշտ կուսակցությունը խմբակցությունը քվեարկում է համարյա միաձայն։ Մենք չենք տեսնում որ ինչ որ մեկը հելնի հակառակ քանի բացի Ղազարյանից։ Չէ, ինքը որտեվ խմբակցությունը քվեարկում է միաձայն, բայց մինչև քվեարկությունը այդ նույն բանը հանրապետականն էր ասում։ Ես վստահ եմ Բելարուսում Լուկաշենկոն ինչ կուսակցություն ունի, այդ նույն բանն է ասում։ Բանը Բունդեստագ այնտեղ քվեարկությունները միաձայն չեն, ֆրակցիաները։ Ռոտ դիբատներ ենք տեսնում։ Բայց որովհետեւ 6-7 հատ ֆրակցիա կա, իրար դեբատ են, բայց ֆրակցիան եթե մեկը
բան արեց, պրոպուսկ արեց, այդ քվեարկությունից պիտի հեռացնեն ֆրակցիայից։ Այդ հատուկ ֆրակցիաները ձեզ մոտ չենք տեսնում այդ։ Չէ, հատուկ կարծիքը, ասում եմ, հատուկ կարծիքը լինում է ներքին դեբատի ժամանակ։ Բա թափանցիկ չէ ուրեմն։ Ինչի թափանցիկ չենք։ Դե եթե ոչ ոք չի տեսնում, մենակ ձեր խոսքերին պետք է հավատանք։ Մենք հանդես ենք գալիս որպես մեկ քաղաքական ուժ, մեկ ֆրոնտով։ Կամ մյուս բաները, այդ մեր ցուցակի ընտրությունը, վարչության ընտրությունը չեք տենում ոնց է, ինչքան ժողովրդավար է։ Դե չէ, մի անգամ լիքը խնդիրներ եղան։ Դե խնդիրներ եղան, որոնք որ նախորդ ընտրության էր, հա, հետո ուղղվեց։ Հիմա դե ճիշտն ասած չգիտենք, այնտեղ ֆինանսավորման հետ է խնդիրներ կային, բայց ոչ մի խնդիր չկա ֆինանսավորման, այդ ամեն ինչն է շատ հրապարակային եւ ավելի ժողովրդավար, ներքին ժողովրդավարությամբ ուժ պրոստը Հայաստանում չկա, ու մենք խրախուսում ենք, որ լինեն, հասկանում ենք, ուզում ենք, որ լինեն, որ օրինակ ուժեղ Հայաստանի ցուցակը, որ մարդիկ տեսնեն, իմանան ինչի է մեկը առաջի համար, մեկը 10-րդ։ Մեր դեպքում գիտեն ինչ է։ Այն մարդկանց որ զանգում են ասում են, այ դուք նվիրաբերել եք 1 միլիոն, ինձ ասում են, ինչ մենք դες բան չենք արել, այդ թափանցիկության մասին է։ Մոռացած են աղա երևի հետո հիշել են ինչ ասում։ Դες բանը կարելի է հիշել ստում։ Wow։ Ուղղակի երկի մասն է ուզում հարցնել, բայց այնքան անցավ արդեն, ուզում եմ ասել, որ իրական հանցանքը ստեղ ձեր սլուխն է։ Ես չունեմ սլուխն անգամ։ Well, մենք արդեն դա գիտենք, բայց երեխեքին զարթնել են։ Երկար ժամանակ չեք հանձնվում, ինչ որ մեքենայից, որտեղից բան, ուզում ենք տենց Դե ֆլեշ մոբեր խոստում գործենք, որ երբեք չեք իդեպ ես խոստացել եմ իմ երեխաներին, որոնք ձեր ֆանատներն են, որ եկան տունը լուրջ խոսակցություն ունենալ։ Այդ մեր վիդեոից։ Այն որ մտնում են ներս դուրը ներսից փակում են, ասում են պապ քո այդ լուրջ խոսալու բանը, ես ասի տենց արդեն ինչ որ աշխարհը քանդվել է։ Երեխեք չէ։ Ասած խոստացի որ այլևս երբեք հրապարակ։ Հազարավոր մարդիկ անմեղ որ լսել են ձեր երգերը։ Դե մյուտ ան։ Okay, well. The collateral damage։ All right, ստեղ, հա, հենց բում Չմոռանանք, որ դուք նաև սոց նախարարն եք աշխատանքի եւ սոցհարցերի, ես ստեղ էլ հարցեր ունեմ։ Գործազրկությունը ինքը ես լրիվ հասկանում եմ գործազրկությունը 90-ականներին, 2000-ականներին, հիմա շատ բազմաշերտ ու տարօրինակ է ինքը, որովհետև մի կողմից շատ աշխատանքներ մարդիկ ուղղակի չեն ուզում անեն, դրա համար մեր մոտ Հնդկաստանից, Ռուսաստանից եւ այլն շատ աշխատանքներ գալիս իրենք են վերցնում, մյուս կողմից չնայած դրան մեկը կա գործազրկություն, ինչ բնույթ ունի այդ գործազրկությունը, արդյոք այդ այն մարդիկ են, որոնք ուղղակի ուզում են բարձր աշխատավարձ ու պատրաստ չեն առաքմամբ զբաղվել կամ շինարարությամբ զբաղվեն, պատրաստ են արդյոք նրանք կրթվել, արդյոք ունեք այնպես լավ կրթության ծրագրեր, ինչպիսին են նրանք, օրինակ ինչ որ միջին մարդ, որը չի ուզում շինարարությունում աշխատել, ուզում է ինչ որ լավ կվալիֆիկացիա, ինչ օպշններ ունի։ Ես գիտեմ, չեն ուզում, ինչ անեմ։ Դե երկու պատճառ կա, երկուսն էլ ասացիք։ Մեկը բանն է, որ որևէ կոնկրետ գործ ինքը չի ուզում անի, տարբեր պատճառներով, մշակութային հիմնականում, որ տենց հարիր չի, հա, տենց գործ անել, որովհետև եթե հնդիկներն են առաքիչ, ինչի պետք է ես առաքիչ աշխատեմ։ Դե բայց մի օրում չեղան էլի առաքիչ, պրոցես է։ Պարզա, նկատում եմ մեկը մշակութային է կամ ինչի պետք է ես օրինակ իմ գյուղում կառուցվող դպրոցում շինարարություն անեմ, դե ես ասեմ ինչու ոչ, որովհետև ասենք վարձատրում են բավական նորմալ, հա մի քիչ դժվար է, բայց գործ չունենալուց լավ է, հա։ Եվ երկրորդը կվալիֆիկացիան է, որը որ մարդը կարող է ուզում անի, օրինակ իր բնակավայրում կա կարի ֆաբրիկա, բայց ինքը կարել չգիտի, կին կամ տղամարդ կարևոր չի, իրան պետքա սովորացնես։ Հիմա մեր խնդիրը կոնկրետ մեր նախարարության այդ ավելի շատ խոցելի խմբերի վերապրոֆիլավորում եւ գործատուների խրախուսել, որ իրանց վերցնեն, իրանք սովորացնեն այդ աշխատանքը անել կամ տեղում, հա, աշխատանքի վայրում կամ ինչ որ այլ կազմակերպությունում հետո վերցնեն գործի։ Բայց ընդհանուր աշխատատեղերի ստեղծման գործը այդ մեր ամբողջ կառավարության գործն է, որը տեղի է ունենում։ Եվ այո, այդ երկու բանն էլ կա, ամեն տեղ էլ կա իրականում, բայց մենք հիմա տեսնում ենք նաև Հայաստանում, որ դրսից եկած լիքը մարդ, իդեպ ոչ միայն Հնդկաստանից, Կենտրոնական Ասիայից են շատ գալիս հիմա շինարարության վրա աշխատելու, Ուզբեկստանից, Տաջիկստանից, Իրաքից, Եգիպտոսից, շատ տեղերից են գալիս, Չինաստանից էլ են գալիս, Չինաստանից մի քիչ ուրիշ կոնտինգենտ է գալիս, ավելի շատ։ Բայց տաջիկ տաքսիստ տեսել եմ ինձ։ Եվ կան մարդիկ, որոնք չեն ուզում աշխատել, մի ուրիշ բան էլ կա, որը մենք հիմա լուծում ենք, դա պետական տարբեր աջակցության ծրագրերն են, որ դրթում են մարդկանց չաշխատել։ Օրինակ, այդ հաջորդ հարցը սա։ Որը հիմա վերափոխում ենք հուլիսի 1-ից, ինքը դառնում է արդեն դրթող,
որ եթե չես աշխատում զրկվում ես։ Առաջ տենց հակառակն էր, որ աշխատում ես զրկվում ես, հիմա ասում ենք, եթե քեզ հասնում է այդ պետական աջակցությունը ու դու գնաս գործ գտնես ու մի տարի աշխատես, մենք կպահենք։ Այդ մի տարի իսկ օրինակ տաքսի քշելը կհամարվի գործ, հա։ Մի տարի կպահենք, նոր բան կանենք, կհանենք կամ ԱԶ նույնիսկ եթե բացես ինչ որ փոքր բիզնես անես։ Եվ կան իհարկե նաև շատ խոցելի այլ խմբեր հաշմանդամություն ունեցող քաղաքացիներ, տարեց մեր քաղաքացիներն են, ասենք կանայք են ինչ որ առումով որոշակի խմբեր, որոնք դուրս են մնացել աշխատաշուկայից, նրանց համար առանձին ծրագրեր պիտի անենք։ Բայց ընդհանուր առմամբ պետք է նաև մշակույթը փոխենք, որ հասկանանք, որ ապրելու համար պետք է աշխատել ժողովուրդը։ Այդ ուզում ասեի, կարող է այն աշխատանքները դրա համար մեր անունը փոխում, աշխատանքի բարեկեցության նախարարը առաքիչը, որ մարդիկ չեն ուզում գնան աշխատեն, որտեղ բան կարող է ինչ-որ տես մշակութային բանա պետք անել, որպեսզի դա կոտրվի, որտեղ երեք նայում եմ մի հատ ռուս բլոգերի վիդեո, քիչ ժամանակ, որտեղ ինքը պատմում է, ոնց է ամիսը 500,000 դրամ Երևանում աշխատում առաքիչով։ Ինձ թվում է շատ մարդիկ, որ տես կամերանքով նայում են այդ բանին, իրանք մտածում են, որ դե ինչքան մի 100,000 պետք է աշխատեմ առաքիչ, բայց կարող է որ իմանա 500-ը լրիվ ուրիշ տեսեք հիմա առաքիչը կարող է մի քիչ նոր թեմա է այդ 500,000 որ ասում, բայց նույն տաքսիստները, հա, տաքսի վարորդները, որոնք իհարկե այդքան աշխատեն ու երևի պետք է մի քիչ շատ ժամեր աշխատեն, հա, բայց էլի դա հնարավոր է եւ հնարավոր է բավական երկար ժամանակ, բայց քաղաքացիներ կան, ու մեկը կարող է մեքենա չունի, մեկը վարել չգիտի, մյուսն էլ եւ ունի եւ վարել գիտի, բայց տենց սովորա կներեք արտահայտությանս համար դիվանին ավելի շատ պարկել եւ Facebook-ում կոմենտներ գրել, թե ինչի գործ չկա մեր երկրում։ Ես էլ ասում եմ հարգելիս, հա, կներես, որ քո ուզած ձևի գործ այս պահին դեռ չկա, բայց գոնե ուրիշ գործեր կան եւ շատ հաճախ ենք ասում, որ գործ չանելու աշխատավարձը չի քար ավելի բարձր լինի գործ անելու աշխատավարձը, որտեղ աշխատավարձ չկա, կամ այլ եկամուտներ ունի ապրելու, կամ տնեցիք են օգնում, կամ ինքը բավարարվում է քչով, բայց բողոք կա իր մեջ տենց ներքին, ինչի ինձ ավելի շատ կամ ավելի լավ բան չի առաջարկում պետությունը, და պետությունը պայմաններ է ստեղծում, որ տնտեսությունը զարգանա, տնտեսությունն էլ առաջարկում է գործ։ Ու մեկ էլ այդ մեր ասած զբաղվածության ծրագրերը այս դիլեման տենց ինչ լուծում չունի, միշտ է լինելու են այդպիսի մարդիկ, մեր խնդիրն է առաջինը մշակութային շիֆթը համաձայն եմ, բայց օրինակ երեխեքին մենք չպետք է սովորացնենք, որ կան ինչ-որ անհարիր գործեր, չկա անհարիր գործ։ Ցանկացած հարկային ինչ-որ խրախուսում է, օրինակ ԱԶ-ի հարկը 5-ից 10 սարքելը չի խրախուսում, որ ԱԶ բացեն մարդիկ։ Դե 5-ից 10-ը դա չեմ կարծում նաև ամենամեծ վանող բանն է, բայց այդուհանդերձ 5-ից 10-ը դա փաստաթուղթ չունեցող ապրանքների դեպքում հա 10%, եթե դու փաստաթուղթ ունես ձեռբել, դեպքում դա անհնար է դառնում, էլի։ Ինչի անհնար դառնում։ Որովհետեւ որ համակարգիչ են հավաքում, այդտեղ, չգիտեմ, 200 հատ դետալ է, ամեն մեկի փաստաթուղթը։ Չէ, եթե ծառայության մատուցում է, ապա հա դա մի քիչ ուրիշ է, ընձնած ծառայության դեպքում էլ կարելի է ինչ-որ բաներ, բայց մյուս կողմից էլ հարկերը պետք է վճարվեն, որ երկիրը բյուջե ունենա, բյուջեով դա իր մնացած ծախսերը անեն, չի կարա հարկեր չհավաքվի։ Ռեժիմներ կան հեշտ, միկրոձեռնարկատիրություն։ Ասենք 100,000 մարդ ներգրավելու տնտեսության մեջ եկամուտը շատ ավելի շատ կլինի, քան իրանց դիվանին պահելը։ Դե դրա համար էլ կա օրինակ միկրոձեռնարկատիրությունը, որի շեմը հիմա բարձրացնում են, եթե չեմ սխալվում 25 միլիոներ հիմա ինչքան չեմ ուզում սխալ բան ասեմ, բայց վերջերս խոսեցինք դրա մասին, հա, բանը մնացել է այդ 110 բարձրացված հարկի շեմը, բայց ու հարկային բարեփոխումներ էլի պիտի անենք, նոր հարկային օրենսգիրք ենք ուզում ընդհանրապես ունենանք։ Ես չեմ կարծում, որ դա ամենավանող բանն է, որովհետև հիմա ձեր ասած նույն տրամաբանությամբ, այդ մյուս մարդիկ նույն հարկային համակարգում բան են անում։ Հետո մենք արել ենք, ախր եկամտային հարկ ենք իջացրել 23, 28, 36%-ից արկել է 20%, շահութ հարկ ենք իջացրել 20-ից արկել ենք 18%, բոլորը մոռացել են։ Նաև դրա շնորհիվ է, որ մարդիկ սկսել են ստվերում չմնալ։ Բայց ԱԶ-ները շատացրել եք։ Դե որովհետև ԱԶ-ն, տեսեք, ինքը ընդհանրապես այդ պարզեցված հարկային համակարգերը, տենց նրա համար են, որ պրոստը մի հատ ֆիքս տոկոս վճարես եւ հաշվապահություն չանես պրակտիկորեն, հա։ Եթե ուզում ես հաշվապահություն անես, դու կարաս ավելի քիչ հարկ վճարես, բայց պիտի ունենաս նորմալ ծախսագրում, նորմալ հաշվապահություն, աշխատողներ, եկամտային հարկ, ավելացած արժեքի շահութ հարկ ու տարբեր երկրներ տարբեր մոտեցումներ ունեն։ Մենք էլ ասում ենք, եթե ձեռբերման փաստաթղթեր ունես, եթե չեմ սխալվում 1.5 թե 2% է ըլնում հարկը։ Եթե չունես փաստաթղթ, այսինքն հայտնի չի այդ ապրանքը, օրինակ լևի է, հա, բերվել
ապօրինի է ներմուծվել Հայաստանի Հանրապետություն, ապա դա պենալ ոնց որ տուգանք է այդ ապօրինի ապրանքի վաճառքի համար։ Եթե օրինական է բերվել, համեցեք, վճարի 2%։ Իսկ ծնելիության հարցը, էլի վերջին 10 քանի տարվա sense անշեղ իջնում է, այո, ու նույնիսկ ամենաբաստիոնի թվերում էլի ամեն տարի մի 1500-ով իջնում է։ Մի 2 տարի ունեցել են, որ մի քանի 100-ով բարձրացել է, բայց կա ծրագիր ինչ որ ոնց է այդ հարցը։ Երգեն դրա մասին երկար խոսացել, այդ թվում հրապարակային։ Տեսեք, աշխարհում զարգացող եւ զարգացած երկրներում ինչ ասես փորձում են։ Ամեն ինչ ոչ մեկ տենց պանացեա չի դարման, որ տենց էսիշ բանը անենք, որ այդ հարցը լուծվի։ Մեր խնդիրն է ունենալ պտղաբերության ցուցանիշ առնվազն 2.1 բոլոր երկրներինն է, որ 2-ից ավել երեխաներ ծնվեն, որ կայուն բնակչություն ունենանք։ Մենք ունենք հիմա 1.7 մոտ։ Երկրներ կան, որ տենց կերազեիր այնտեղ ապրեիր, ասենք 0.9 է իրանց մոտ։ Նույնիսկ մի հոգին չի վերարտադրվում, հա, այսինքն շատ վատ վիճակում է, ու իրանք էլ ինչ ասես անում են, էլ հարկային արտոնություններ, էլ ամեն ինչ, բայց չի ուղղվում իրանց մոտ։ Միանվագ շատ մեծ գումար են տալիս։ Համացելիսկի կապիտալ, բան, ասենք վառ օրինակա Հունգարիան, որ տենց ագրեսիվ բան դեմոգրաֆիկ հարկային օրենսդրություն ունի, օրինակ 2 երեխա ունեցող կինը ցմահ ազատվում է եկամտային հարկից։ Օ, Այսինքն 20% փող 1.3 է իրանց մոտ թիվը։ Իսկ եթե մի հատ էլ iPhone 17 այսպես ավելի Չէ, տալիս են, ասենք հողին մոտ բան։ Կինը կնոջ երեխա ունենալուց ինչ որ բան են տալիս, վարկ են տալիս 20 թե 30,000 եվրո, եթե երկրորդն է ծնվում զրոացնում են վարկը։ Լիքը բաներ են անում, GDP 5%-ը ծախսում են դեմոգրաֆիայի վրա միայն, բայց վատ է գործերները էլի։ Հիմա ես ինչ եմ ասում, այսինքն այո, աջակցում ենք բնակարանային ապահովման ծրագրեր ունենք 17000 հոգի արդեն օգտվել է, որ հիպոթեկա ունենում, երեխա ունենում, հիպոթեկի մի մասը մարում են, կամ երեխա ունի 2 կարողանում է հիպոթեկով տուն ձեռք բերի։ Այս մեր 16 միլիոնների ծրագրերն էլ է դեմոգրաֆիկ, որ մարզերում տներ են կառուցում, որտեղ տալիս են միայն երեխա ունեցող ընտանիքներին, եթե երեխա չկա, չենք տալիս։ 50,000-ները երրորդ եւ հաջորդ երեխայի, որ խթանում ենք, որ երրորդ երեխա ունենա մինչև 6 մինչև 6 տարեկան 4 միլիոնից ավել փող է գալի հետ վճարով։ Այնտեղ էլ են տալիս այդքան, մինչև 10 տարեկան են տալի որոշ տեղեր, մինչև 5 տարեկան են տալիս որոշ տեղեր։ Ինչ ասես, մանկապարտեզներ են կառուցում, դա էլ է շատ կարևոր, մանկապարտեզ դպրոց ամբուլատորիա, որտեղ եթե երեխա տեղ չունի գնալու, ասում է դե տունը ունեմ, գործի գնա, որ կինը եւ ամուսինն էլ վերադառնան։ Ծնողական ժամը ներդրեցին, որ մանկապարտեզ գնալ գալու համար կես ժամ կամ մի ժամ շուտ կարողանան դուրս գալ։ Այսինքն այտենց տարբեր բաներ անում ենք եւ ընդհանուր ռազմավարություններ ունենք, բայց ունենք այնինչ ունենք եւ այո, անցյալ տարի 32000 ծնունդ ա եղել, ասենք եթե 90-ականների սկզբին նայենք 90000 ա եղել ծնունդները մոտավորապես։ Ես ճիշտ ասած շատ ոչ պոպուլյար կարծիք ունեմ դեմոգրաֆիայի մասին։ Ճապոնիայի օրինակով, բայց հա, օրինակ Ճապոնիայում, որտեղ Ճապոնիան ու Կորեան հարավային, լսում եմ որ շատ վատ դեմոգրաֆիական վիճակ է։ Հարավային Կորեայում 0.9 է։ Կատաստրոֆիկ վիճակ է, ասացի օքեյ, մի հատ բան եմ, էլի research անեմ, պրոյեկտեմ, ChatGPT-ի հետ լուրջ զրուցեցինք մի քանի անգամ, եթե սերվա research է, էլի։ Պրոստը հարցից։ Հա, դες պրոյեկտեցի 20-30 տարի, բարձրեց ինչ, շատ կոնկրետ չեմ հիշում, բայց եթե սենց վատ շարունակվի, Կորեայի վրա բանանենք, եթե սենց վատ շարունակվի, մի 30 տարուց կլինի ոչ թե 51 միլիոն, այլ 42 միլիոն։ Okay, it's okay, Ճապոնիան 130 միլիոնի փոխարեն 100 միլիոն ճապոնացի It's not okay։ Չէ, դա ծեր կլինեն մեծ մասի, գիտեմ, բայց ինչ որ պահի պետքա տենց հետո դա կատաստրոֆա է, դա դեմոգրաֆիկ կատաստրոֆա է, նույն Չինաստանը։ Բայց ճապոնացի 2000 թվին 500 չի անի, էլի։ Հարցը քչություն անելը չի, հարցը այդ արտադրողականությունն է եւ մնացած ժողովրդին պահելն է եւ սպառումն է, 3 հատ բան կա։ Ով է պրոդուկտ ստեղծելու, ծառայություն մատուցելու, ով է դրանք սպառելու եւ ով է պահելու այն մարդկանց, ովքեր այդ պահին չեն կարողանալու աշխատել։ Ինչ որ պերիոդ թոշակառները մենք էլ ելնելու ենք 2.2 միլիոն, եթե ոչ մի բան չանենք։ 200։ 2040 Մենք դե շատանանք, причем ինձ թվում է ամենաշատը вообще ստատիստիկա կա, որտեվ ես ենթադրում եմ, որ ամենաշատը բազմանում են դաշնակները, որտեղ իրանք ունեն տենց տարածաչափական ամենաշատ պատկերացումը Հայաստանի, տենց
չափերի, ապագա չափերի ենթադրում եմ ամեն դաշնակ մինիմում քաղաքական որոշ կրոնական բաներ ազդում են ընտանիքների չափի վրա, քաղաքականը չեմ լսել դեռ որ ազդեն։ Այս պահին երկրագնդի վրա միայն Սահարայի մոտի աֆրիկական երկրներն են շատ արագ բազմանում։ 2050 թվին 5 միլիոնը ինչ եղավ։ Էդ էլ ընթացքում հասկացաք, որ իրատեսական չի, հա։ Ֆուտբոլն էլ, հա, ֆուտբոլի չեմպիոնատ չենք գնալու։ Ֆուտբոլը չգիտեմ։ Ֆուտբոլի մասով Դե ոնց որ չի ստացվում։ Հա, ես ուզում վերադառնամ, որովհետև մի անգամ դու տրամիս հարցի վրա, բայց այդ Փարոսի հետ կապված իմ համար էլ է, էլի դա շատ զգայուն բան, որովհետև շատ դեպքեր են բախվել, որտեղ ու լսել, որտեղ օրինակ մարդը իր կովին սպանում է, որ հանկարծ կով չունենա, Փարոս ստանա, որ հանկարծ ավելորդ մի բան չստեղծի։ Կամ առնվազն թաքցնում է հարևանի տանը, որ գաստուգողները չստացնի։ Կստացի գիտեմ մարդիկ, որ տելևիզորը պետքա Փարոսից մարդ գար ստուգելու, տելևիզորը տարել է հարևանի տուն, որ տանը տելևիզոր չկա բան, ու նաև էլի մի հատ դեպք արդեն ես տենց տեսա, որ ինչ որ մեկը հրաժարվել է երեխուց, որ երեխեն դառնա որբ տոլիմիակողմանի բան ու դրա հիման վրա, հա, որպես դե չունի հայր, որտեվ այո, բաժանվում են նույնիսկ օրինական բաժանվում են, ասում են առանձին են կապրում, գնա հրաժարվի, որ տենց այդ երեխեն ստանա Փարոս։ Ցավոք սրտի տես դեպքեր էլ կան, եւ հիմա մեր նոր համակարգը լուծում է այդ համարյա ամեն ինչ։ Հա, այդ որ թարս է լինելու, եթե աշխատի։ Ոստեղ ուզեմ ես էլ vocation չեմ, որ ֆակտորները կան լիքը, որ պրոստիտուցիան։ Որ վատ աշխատանք չկա, հա, այդ գիծը ես էլ եմ ուզում բանում, մի հատ օրինակով կեսեմ vocation չելու համար։ Ես Ամերիկայում աշխատել եմ որպես ողջունող խանութում, Դենց որ ոչ իմ աշխատանքները Banana Republic խանութում, բայց մենք նաև հավաքարար ենք աշխատել Ամերիկայում։ Դա մի անգամից մի բան։ Դրանք չհասնով։ Չէ, բայց դա բայց դա ամենասյուրն էր։ Նույնական խոհարար ենք իհարկե, բայց նաև մի պերիոդ աշխատում էի ողջունող Banana Republic-ի մեջտեղը կանգնած, ով մտնում էր, ասում է Hi, how are you today? Hi, how are you today? Տենց $7.5 ժամը։ Իսկ երբ որ հավաքարար ենք 10 ենք ստանում, գնում ենք մի հատ մանկապարտեզ էինք մաքրում, մի հատ Chevrolet dealership էինք մաքրում։ Մի հատ ռեստորան։ Մի հատ ռեստորան էինք մաքրում։ Երեկոյան, հա, տենց իշուր։ Հա, ու բան չէր, դրա համար միանշանակ։ Մի կողմից էդ էլ է պետք ջարդել, բայց մյուս կողմից ինձ հետաքրքիր է մի քիչ ավելի բարձր կվալիֆիկացիայի տրեյնինգներ կարելի է այդ գործազուրկներին առաջարկել, քանի որ ավելի պրիմիտիվ անում են AI գործիքները։ Բայց մենք օրինակ չենք կարող ամեն ինչի մասին ու մենք էլի նկատի ունեմ տրեյնինգներ անենք, բայց հիմա օրինակ ուրիշ մեխանիզմ կա, գիտեք, այս սոցիալական կրեդիտների վերադարձը որ կային 100,000 դրամները, որ եկամտային հարկի բան լրացնում է հայտարարագիրը Կրթության գիտության մշակույթի սպորտի նախարարությունը բան ունի, ոնց որ սերտիֆիկացված կուրսերի ցանկ ունի, որ կարաս այդ 100,000-ը, որ դու վճարել ես, նու պարզ է, այդ դեպքում դու պիտի աշխատող լինես, որ 100,000-ի եկամտային հարկով, բայց կարաս գնաս վերապատրաստվես։ Մենք հիմա մի հատ ծրագիր ուզում ենք անենք գործազուրկների համար թվային գրագիտության, մասսայական, որ պարզ թվային գործիքներից կարող ռեզյումե գրել սովորեն, email ունենան, կարողանան դիմել աշխատանքի, էլեկտրոնային ստորագրություն, որտեղ հիմա էլեկտրոնային է ամեն ինչ գնում, ու վերջում ով որ լավ ավարտի, տալու ենք սերտիֆիկատ, որ կարողանա գնա տրեյնինգի, ինչ որ կազմակերպություն։ Հիմա ունենք մենք ծրագրերը ձեր ասած, օրինակ ունենք եռակոմպոնենտ ծրագիր, կրթություն, պրակտիկա, աշխատանք։ Կոնկրետ մարդկանց, կոնկրետ թիրախային խմբերի են, էլի, օրինակ պատերազմի մասնակիցների համար տենց ծրագիր ունենք։ Վերաղարաբաղից տեղահանվածների համար ունենք տես ծրագիր ու հիմա փորձում ենք այդ ծրագրերն էլ վերափոխենք ու մի քիչ այլ տեսակի խմբերի վրա կիրառենք կամ ունենք գործատուին cashback, եթե վերցնում ես այս մարդուն, քեզ մի քիչ ոնց որ թեթևացնում եմ քո հոգսը 3 ամսով, 6 ամսով կամ մի տարով, դու այդ ընթացքում իրան սովորացրա, որ ինքը լավ արդեն կարողանա այդ գործը անել, հետո կմնա քո մոտ մշտական աշխատող։ Որտեղ փոքրատ ինքը, բայց ինքը չի կարա լինի 100,000-ների համար, էլի, այն հազարների համար կարա լինի։ Իրականում այդքան աշխատող չկա։ Այդ ինչքան է գործազուրկը։ Տեսեք, մեր մոտ գրանցված գործազուրկները հիմա 25,000-ի մոտ է, մեր մոտ գրանցված մեր համակարգերում։ Բայց ազգային վիճակագրական ծառայությունը իր մեթոդաբանությամբ 100,000-ի 120 թե 130,000-ի մոտ է տալիս։ Իսկ այդտեղ մտնում են մարդիկ, որոնք պրոստը օքեյ են, իրանց պետք չի աշխատել, ասենք ինչ որ տարածք ունեն վարձով տված, պրոստը չեն աշխատում, բայց դժվար իրանք մեր մոտ գրանցված, չէ, այդ բանը մյուս այնտեղ մեթոդաբանությունը մի քիչ ուրիշ է, ես հիմա ինքս ուզում եմ այդ հասկանամ ոնց են այդ թվերը էլի գոյանում, իրանք ինչ որ household survey են անում, հետո բան են անում, տնային տնտեսությունների հետազոտություն, հետո տարածում են ամբողջ
երկրի վրա ու այո, այնտեղ կարան լինեն մարդիկ, որ ինչ որ զբաղմունք ունեն, երբեմն ոչ ֆորմալ, ոչ ԱԶ-ն, ոչ բանն, հատած ֆիզանձով ինչ որ բաներ են Կամ Ամերիկայից ամսական փող ուղարկում են, ոչ էլ ուզում են աշխատել։ Հա, տենց մարդիկ Տենց են։ կան, հա, Ու հիմա եթե տենց չլիներ, մենք իրոք դրսից այսքան ներս չենք ունենա մարդկանց, հասկանեք, ու ինքը շարունակվում է։ Ինչքան տնտեսություն զարգանում, այնքան շատ մարդիկ են դրսից Այդ մարդիկ ինչի երեխա չեն ունենում։ Գալիս են ստեղ ու դադարում են սեքսով զբաղվել։ Չէ, մի րոպե, պետք է բերին դրան, էլի ինքնստինքյան։ Դու դիլը տենց չի, պայմանագիրը տենց չի, որ գազ բազմանաս։ Ախպեր եկել ես Հայաստան, ոնց է մեր սիրուն աղջիկս հանդիպում։ Հիմնականում իրենք գալիս են կարճով մենակ աշխատում են ու հետ են գնում։ Դա գործնական հանդիպում է։ Իրականում եթե դեմոգրաֆիային նորից վերադառնանք, եթե մենք կարողանանք բարձր կամ որևէ որակավորում ունեցող մասնագետներին բերենք եւ նաեւ օրինակ իրանք ընտանիքով գան կամ երեխա ունեն ու ընտանիքից երեխաները գնան դպրոց հայերեն սովորեն, իրանք արագ կնատուրալիզանան եւ ասենք ինչ որ մի սերունդ հետո շատ տարբերություն չի լինի, հա, ասենք մի 20-30 տարի հետո, բայց դա էլ է պետք կազմակերպել, մտածել դրա մասին Ռուսաստանից, Բելարուսից, Ուկրաինայից, տենց ու հիմնականում նաեւ հայեր, որոնք որ 90-ականներին գնացել են։ Service Titan-ներ տենց մի բան անում ժամանակին, տենց լավ մասնագետներ բերում էր ընտանիքով եւ բոլոր պայմաններով, որ երկարաշարժ մեծ տենց կազմակերպություններ կարան, գուցե նաեւ համագործակցության միանձերն են, բայց իրանք անում են դա տենց headhunting-ով talent, ոնց են ասում, տաղանդների ձեռքբերում, talent acquisition-ով ինչ որ բաներ անում են, բայց իրանք շատ փոքրաթիվ, շատ լուրջ կվալիֆիկացիայով մարդիկ են, բայց support փոքրիկ աջակցություն որ անես, ասենք ասես չգիտեմ, արի այս ինչ բանը քո համար կամ ծրի կլինի կամ էժան կլինի, ավելի շատ մարդ կարող է գա կամ ասենք նախնական ինչ որ տան հարց լուծես, ասես արի 6 ամսվա վարձը կտամ տան օրինակ, մինչև գործ գտնես, հա, որպես օրինակ brainstorm եմ անում։ Շատ հայեր, հենց հայեր, որոնք որ այն ժամանակ տուն տեղ ծախել են կամ չեն ունեցել գնացել են, կուզենան վերադառնան հիմա եւ անցյալ տարվա ցուցանիշները 8000+ ներգաղթի մեր քաղաքացիների նաեւ խոսում է որ արժի դրա տակ մտնել։ Okay, в принципе, բոլոր կողմերից հարցերը ստվեցի։ Եթե ինչ-որ տես պլաններից կամ չէ պլաններից էլ իմացանք, հեսա փոխելու եք այդ փարոսը, բայց սեպտեմբերից սկսվել է նոր քաղաքական տես edge, նոր ԱԺ, ինչ-որ տես որն է լինում մեծ թեժ պրոբլեմը, տարբերությունը, չգիտեմ, էլի ինչի մասին ալելու հիմնական բանավեճը ձեր կարծիքով։ Մեր ասելիքը նույնն է ալնելու, այդ առումով շատ բան չի փոխվելու։ Հիմա թե ԱԺ անցած ուժերը իրանց այդ նույն մռակաբեսյան կշարունակեն թե չէ, չգիտեմ։ Ենթադրում եմ երևի քիչ կշարունակեն, որտեղ այն ժամանակ, երբ որ իրանք ասենց նստած կամերայի դիմաց ինչ ուզում ասում են, պատասխան տվող չկա, այնտեղ պատասխան ալնելու այդ ամեն ինչին, անհեթեթ 300,000 թվի հետ կապված տենց բան ունեն, չէ՞, իրանք կպչուն մտքեր ունեն։ Սկզբից 300,000 աշխատատեղեր, հետո դարավ 300,000 ադրբեջանցի։ Արագ չկա տենց process։ Ինչ process։ Որ ինչ որ 100,000 ադրբեջանցիներ տուն են փնտրում։ Մտեք մեր Patreon OnlyFans, ես մենք սրա մասին հենց երկար դիսկուսիա ունեցանք, չէ՞ դե 5 տարիում ենք սպասում որ գային։ Եթե 5 տարում չեն գալու, всё չկա այդ բանը։ Ինչի պետք է, ասկեն սպասում ենք որ ուժեղ Հայաստանը գա կոկորդիլոսներից փրկեր մեզ։ Դա միչև ուժեղ Հայաստանն է։ Դրա մասին օրինակ չգիտեմ, Արման Թաթյանը մի 2 տարի ավելի շուտ էր խոսում, քան ուժեղ Հայաստանը։ Դա իրանք են այդ ամեն ինչ, այդ թեմայի պրոմոտերը իրանք են, ուրիշ ոչ մեկ։ Իսկ շատ էսի մեծ թեմա, բայց իրանց եթե դիստիլացնենք, կա երկու բան, հա, ծայրահեղություն, չկա вообще տենց խոսակցություն, էսի դրի ֆորինված բանը, ու մեկ էլ 300,000 ադրբեջանցի հեսա գալիս են։ Ինձ թվում է սրա մոտավորապես մեջտեղը տես որոշակի օբյեկտիվ բաներ են կատարվում, process-ներ են կատարվում, որ ՀԿ-ներ են ստեղծվում, ֆորումներ են արվում, evidence-ը հավաքվում դրա մասին, որ այս մարդկանց զրկել են իրանց հայրենիքից, ընդ որում 300,000 երբեք չի եղել բնակչություն։ 90-ականներին եղել է մտեք OnlyFans մարդիկ եղել են, որոշել են գնան հետ Ադրբեջան ապրեն, որոշները որոշել են մնալ այստեղ։ Այն վաղտմանից դեռ կան
Իրանք Հիմա հայացել են իրանք ոչ մի process չեն նախաձեռնում տարբեր միջազգային հարթակներում այդ թեման բարձրացնելով։ Ինչ ուզում են նախաձեռնեն, ինչ կապ ունի, դա մեր ներքաղաքական կա։ Չէ, ոչ մի բան չկա, Հայաստանի Հանրապետությունում ոչինչ չկա։ Հայաստանի Հանրապետությունում չեմ ասում։ Եվ հետեւաբար, չէ, մի րոպե, դիտեք հար ադրբեջանցին եկավ, պետք է Հայաստանի Հանրապետություն, չէ, ոչ թե պետք է գնան ինչ որ ուրիշ երկրներ, թե ուրիշ երկրներ են գնալու, ինչ ուզում են թող անեն, բայց Հայաստանի Հանրապետություն 300,000 ադրբեջանցի կամ չգիտեմ X հազար ադրբեջանցի չի գալու։ Եվ ես դրա համար եմ ասում, երբ որ մարդիկ կոկորդիլոսներ են քշում բարի սուղի իմաստով, հայտնի անեկդոտի պես, այդ կոկորդիլոսները բան է, էլի, դառնում է այտենց մեմ։ Հիմա իրանց 300,000 ադրբեջանցի մեմ է, ուրիշ ոչ մի բան։ Ու եթե կան ազգային ժողովների տենց ապուշություններ դուրս տան, կներեք տենց պատասխաններ էլի ստանալու այդ ասածս։ Եթե իրանք շարունակեն թեման, ապա ազգային ժողովում տենց պատկերներ կտեսնենք։ Եկեք բանը Հայաստանից ու բանից ինչ որ կտրվենք, եթե X երկիրը Y երկրում ուզենար ինչ որ գյուղերում բնակեցնել իր բանը, քաղաքացիները, ոնց էր նա սկսելու։ Հավանաբար կստեղծեր ինչ որ ՀԿ, հավանաբար ինչ որ ոտնահարված իրավունքների մասին կխոսար, հավանաբար դա կբերեր ինչ որ միջազգային ատյաններ, հետո կստանար ինչ որ approval, հետո եթե ճնշման լծակներ ունենար, ինչ որ սիմվոլիկ առաջի խումբը կտեղափոխվեր։ Դա բան է, տենց նույնիսկ ֆանտաստիկ գրականության բաժնում չի կարա տենց բան տեղի ունենա, որովհետև ուրիշ ձև են այդ ամեն ինչը անում։ Օրինակ գնում են շենք են առնում, տուն են առնում, բիզնես են առնում, իրենց աշխատողներին տեղափոխում են այդտեղ, հայտնի օրինակ Չինաստանը այդպես բաներ շատ է անում, հա։ Ու իր ներկայությունն հապավում այդ երկրում, բայց այդ մարդիկ հիմնականում ժամանակավոր են, հետո կարող է մնան, երկարատև ապրեն եւ այլն։ Երևի տենց օրինակներ։ Իսկ եթե այդ դրա իմաստը ոչ թե բուն տեղափոխվելն, այլ պրոստը մի հատ մահակ ունենալ լրացուցիչ Հայաստանի գլխի վերել։ Ախր ես մենք հարցը չկա տենց հարց, մենք երբեք չենք քննարկել տենց հարց։ Էկոակտիվիստները Արցախում փակեցին այդ հարցը Լաչինի կորիդորը, որտեվ ինչ որ բան արտահանետումներ կային։ Այդ Լաչինի կորիդորներ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից դուրս։ Եվ այս հարցը Հայաստանի Հանրապետության ներքաղաքական օրակարգ բերում են երկու տեսակի գործիչներ՝ ադրբեջանական գործիչներ եւ Հայաստանի Հանրապետության ընդդիմադիր գործիչներ։ Ուրիշ ոչ մեկ Հայաստանի Հանրապետությունում այդ օրակարգը ոչ առաջ խաղացնում է, ոչ խոսում է դրա մասին։ Հիմա եթե նույնիսկ ինչ որ մեկը ուզում է որ դա տեղի ունենա, ապա ով է դա։ Եթե հետ գնանք 2019 թվական, այս լրիվ նույն բանը ասվում էր Ադրբեջանի հնարավոր հարձակման վրա Հայաստանի մասին։ Հիշում եք մի անգամ Հրանտ Բագրատյանը խոսած ինչ որ ատոմային ռումբ Հայաստանում բան կանեն, ձեր սա խմբակցությունը իրան իսկ մայս դուք եք ասցիք որ այս բան մարդեք բերում մեր վրա տենց հասցեն տալիս եք ոնց մեր վրա գործ բանան այնքան անհնար էր ներկայացվում Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա որ Ադրբեջանի ամենամարտունակ բանը հուլիսյան մարտերում ջարդինք փշրինք, դա вообще բան չի, հետո եղավ ինչ որ տեղի ունեցավ։ Հիմա ոնց լուրջ դեմքով հավատամ հիմա, եթե այս ամեն ինչը անցել ենք։ Ես էլ ասում եմ զուգահեռները տեղին չեն։ Դա Հայաստանի Հանրապետության վրա կամ Ղարաբաղի վրա հարձակում ա եղել, որը եղել է նաև 16 թվականին, դրանից առաջ էլ միշտ տենց սառեցված պատերազմ ա դա եղել, հա, ոչ թե խաղաղություն։ Հիմա մենք խոսում ենք երկու երկրների միջև ստեղծվող հարաբերությունների թղթի մեջ ինչ որ գրած հրապարակային է։ Խաղաղությունը նաև հաստատվել է հռչակագրով, ճանապարհներ են բացվում, գնում գալիս ենք, ընդեղից էլ են հնչում բաներ, որ խաղաղությունը հաստատվում կոչեր եւ մենք պիտի գնանք այդ ուղղությամբ։ Մայ եթե մենք ուզում ենք որ խաղաղություն չհաստատվի, եկեք խոսանք հայերի վերադարձի մասին։ Ձեր վարկածը որն է, իրանք էդի խեն անում, այդ ֆորումները, այդ ՀԿ-ները ներքին լսարանի համար։ Տարբեր պատճառներով։ Այդ թվում, բայց ոչ միայն։ Այդ թվում օրինակ էս 300,000-ին դիմագրավելու, էս 300,000-ի մեր 300,000-ի կամ մեր 150,000-ին դիմագրավելու համար, որտեղ մենք էլ ենք, չէ, ուզում վերադարձ։ Բայց մենք ուզում ենք, որտեղ լիքը մարդ ուզում է։ Մենք չենք ուզում, լիքը մարդ ուզում է։ Ու այդ բանը ձեռները տաքացնում է այդ կրակի վրա ուրիշների հաշվին։ Okay։ Մի հատ էլ շատ մեծ նորից եմ ասում, ասենք ում ենք սպասել, էլի, սպասում ենք իրոք այդ Չէ, եթե ներկայացնում եք, որ դա, չգիտեմ, 14 աշխատանքային օրվա ընթացքում ալնելու ու չի լինում, դա չի նշանակում, որ դա չի լինելու։ Հանգիստ կարող է, եթե մենք նպատակ ունենանք, ինչի՞ չենք։ Իսկ հիմա դա եթե լինելու է, շուտ կարող 20 տարվա ընթացքում օրինակ լինի։ 20 տարվա ընթացքում է չի կարող լինի։ Որտեվ 20 տարում նախ այդ թշնամությունը չի անցնելու, երկրորդն է դա տենց հարց չկա օրակարգում ընդհանրապես ու 20 տարում է հուսամ չի լինի ոչ մի քաղաքական ուժ չի բերի։ Մի հատ էլ մեծ թեմա էր կրոնի հետ կապված ու ես
զարմացա դա որ տեսա ձեր մոտ Facebook-ում, որտեվ ոնց որ թե ընդհանուր էս արշավից մի տարի ավելի շուտ էր գրել եք նրա մասին, որ 1700-ամյա միֆը հայ առաքելական եկեղեցու տենց պայթեց։ Հա, այս ամենից առաջ էր էլի դրա համար զարմացա, որ մի խոսքով տենց եկեղեցին հակապետական գործունեություն է 1702 տարի առաջ էլի։ Հա, չեք կարծում, որ դա կարամ բացեմ բառացիորեն բանենք, մեջ բերենք, բայց չեք կարծում, որ դա տենց վիրավորում ալիքը հավատացյալ մարդկանց զգացմունքներ։ Բայց ես կրոնական բանի вообще չեմ կապել զգացմունքների։ Եթե եկեղեցին ինչ որ միֆ է, այդ կրոնական զգացմունքները այդ շատ շուտվա բան է, մենց 18 թվականից առաջվա, երբ որ ես ավելի ակտիվ էի այդ թեմաներում, բայց ես դրա մասին հրապարակային շատ եմ խոսել, որ հաճախ եկեղեցիները, ոչ միայն հայ առաքելական եկեղեցին, այդքան էլ շահագրգռված չեն պետականության եւ պետական ինստիտուտների զարգացման, որովհետեւ իրենք ստանձնեն այդ դերը, հասկանում եք։ Ու դա բանա, շատ աշխարհի շատ երկրներում այդպես է եղել։ Եկեղեցիներն ասում են, որ ստիպված են ստանձնել այդ դերը, բոլոր այն փուլերում, երբ որ պետությունը դա հավիձվի պատմություն է, երբ որ օրինակ կարաս Բերթի բանալին հանձնես բանին, գրավող հերոսակախմբին, հետո քեզ այդտեղ այդ Բերթի իշխանին սպանեն ու դու մնաս միակ շեֆը, դե ստիպված դու ես մնում միակ շեֆը, բա հոչ չես թողելու բանը ազգը կոտորվի, բա դատարանով լինի, լեզուով լինի, դպրոցով աշխատացնի եւ այլն, բայց որ Բերթի դուրը չբացեր իշխանը կմնար էլի։ Դու պրոստը երկրորդ դերում կլներ։ Հիմա ասած դրա մասին։ Եկեղեցու բանը ինքը երկկողմանի է։ Միանշանակա որ իրանք ստանձնել են, միանշանակա որ մենք մեր երկրում չենք հարգում իրար կարծիքները, որովհետեւ երբ որ մեծ ինստիտուտի բանն անում, որի օրինակ հետևորդ եմ ես, ինձ թվում է ոնց որ դուք տենց խաղաղության մեջ չեք այն իրավիճակի հետ, որ ինչ որ մարդիկ ունեն sense կարծիք, ինչ որ մարդիկ ունեն ուրիշ կարծիք։ Ես նախ կրոնական զգացմունքների մասին չեմ խոսել եւ մարդիկ կարան հավատան ու ուզում են կամ չհավատան։ Չէ, եթե կաթողիկոսին անվանում են ինչ որ ես խոսել եմ ինստիտուտի մասին եւ անձը բացարձակ կարեւոր չի դե ու այդ ինստիտուտի մոտիվները շատ པարզ են եւ ապացուցված ըստ էության։ Ասում եմ նույն, ասենք բանը, հռոմեական սրբազան կայսրությունը, եկեք նայենք կամ ուրիշ երկրների այդպիսի կառույցներ, դա չի վերաբերում միայն հայ առաքելական եկեղեցուն կամ որևէ եկեղեցու։ Դա իշխանության ձգտող կառույց է, որևէ կրոնական, հոգևոր, տենց կարանք ասենք, հա, հոգևոր։ Բայց երբ որ չկա աշխարհիկ իշխանություն, այն ստանձնում է նաև այլ դերեր՝ դատարանի դեր, հարկահավաքի դեր, կրթություն սպասարկողի կամ կրթություն տրամադրողի դեր, եւ իրանք բանի դեր, ֆեոդալի դեր կամ կալվածատիրոջ դեր, եւ այս վերջերս էր այդ եկեղեցու տարբեր սպասավորներ, ասում են հետ տվեք մեր գյուղերը, մենք էլ գյուղեր են ունեցել եկեղեցին Հայաստանում։ Տենց չէին ասել։ Եղել է, բայց այդպես բան եղել է։ Հիմա ես էլ ասում եմ, որ կա տենց օրգանական կոնֆլիկտ այդպիսի մեծ կառույցների եւ տենց ավանդույթներ ունեցող եւ պետականության։ Այդ կոնֆլիկտը երբեմն արտահայտվում է, երբեմն չի արտահայտվում, բայց իրանց բազային ցանկություններն են, որ ինչքան պետությունը թույլ է լինում, իրանք այնքան ուժեղ են լինում ու ֆունկցիաներ են ունենում։ 1400-ականներից եք խոսում, 21-րդ դարում, որ եկեղեցին է ուզում դառնա պետություն։ Այն բոլոր եկեղեցիներն են ուզում, պրոստը տարբեր պետություններ, տարբեր ձևերով այդ հարցը լուծում են։ Որ ուզում են, ես օրինակ տարբեր ձև, օրինակ տարբեր պետական ինստիտուտներում ներկայությամբ իրանց այդ թվում մինչև հիմա որը բացարձակ կարիք չկա։ Ո՞վ գնահատում որ կարիք չկա։ Օրինակ, չգիտեմ, եթե պաշտպանության նախարարության ժամանակակից աշխարհի պահանջներն են գնահատում։ Նայ, ես կոնկրետ հարցը չեմ հասկանում, բայց մոտավորապես դու օքեյ չես, որ մարդը օքեյ չի ինչ որ բանի հետ։ Ես ընդհանրացնելուն օքեյ չեմ։ Եթե 1700 տարվա պատմություն շուրջ մի հատ կամ 17-հատ դրվագ ա եղել, դա չի նշանակում, որ պետք է այդ ամենը տենց։ Իսկ օքեյ է ունենալ ուրիշ կարծիք, որը քեզ կոմֆորտնի չի, որտեղ ես էլ երբ ինձ ասում են, որ մենք ընտրված ժողովուրդ ենք, որ ըստ կրոնական գրքերի մենք տվենք մարդկության սпасելի, ուզեմ ասեմ, ու տենց այդ որ գնում ես այդ գրքերի կամ բաների տևից, ես չնայած առանձին դեպքերում ես օքեյ մարդ ինչ ուզում անի, կարող է մխիթարություն ա գտնում, տենց տանջանքների սփոփանք ա գտնում ինչ որ տենց կրոնական գրքերում, բայց ես էլ իրավունք երևի ունեմ, ասելու է դա տենց вообще bullshit է, էլի։ Ունես ով է քեզ դրա համար բան։ Դե դու ոնց որ կշտամպում ես, որ դու։ Բայց ես դաժե չեմ ասում։ Ես պրոստը ասում եմ, այդ ինստիտուտը
ի բնե տենց է եւ ձևավորվել եւ առաջ գնացել ու պատմական տարբեր դրվագներում դա ապացուցվել է։ Դե չեք կարծում, որ երկրում որտեղ մեծամասնությունը քրիստոնյա է, այդ շատ պայթյունավտանգ մեծամասնությունը քրիստոնյա չի, մեծամասնությունը ձևացնում է, նոմինալ քրիստոնյա է։ Ես նորից եմ կրկնում։ Եկեք նստած է, որ ձևացնում է, որ քրիստոնյա, բայց ոչ մի տարբերություն դրանից չկա իր ոչ մի կյանքի դրվագում։ Okay։ Տեսկա։ Եկեք նայեք ուրիշ երկրներին, դրա համար եմ ասում։ Ինստիտուտները այդպիսի ունեն հակվածություն ունենալու ավելի շատ իշխանություն, քան հոգևոր իշխանությունն է։ Ակնհայտ է դա բոլոր տեղերում։ Դա Պրիտոմ տարբեր կրոնական սուբյեկտիվ դատողությունն է։ Պրիտոմ տարբեր կոնֆեսիաների մեջ էլ, տարբեր կոնֆեսիաների, նույնիսկ իսլամում է տենց։ Իսկն դա նույնիսկ կոնֆեսիայով չի պայմանավորված։ Ու դա միգուցե Այսինքն օքեյ է միֆ անվանել հայ առաքելական եկեղեցին։ Միֆ։ Հա։ Միֆը ինչ է, ես ինչ է, ոնց է գրել։ Վաու։ Քշփորել է։ Դե Չէ, ես գրել եմ 1700-ամյա միֆը, ոչ թե եկեղեցի մասին։ Բացի նրանից, որ պետք է ավելի քան 100-ամյա առասպելներ ու կարծրատիպեր կոտրի, որպեսզի կարողանան նավարկել փոթորկոտ այս ծովում, փաստացի նաև մի 1700-ամյա առասպել էլ պետք է վերջնական եւ հիմնահար կոտրի, թեև մասամբ դա իրականացվել է պետականություն հիմնելով ու այդպես շարունակվում։ Որ սա կարդում ես, նորմալ գրել Չոտքի եմ։ կարդում ես։ Դա այդտեղ խնդիր չեք տեսնում։ Կարծիք արտահայտելու մեջ խնդիր չեմ տեսնում ամենավին։ Կարծիք արտահայտել չի էլի։ Խնդիր եմ տեսնում, երբ որ այդ կարծիքի վրա բռնանում են, ասում են իրավունք չունես։ Չէ, բայց ես տենց չեմ ասում, ես օքեյ եմ, որ բայց Որն էր դա վիրավորական։ որ առասպելական է, առասպելական չի։ Առասպելական է, Շատ մսից արից մարդիկ են հայ առաքելական եկեղեցին եղել կան եւ լինելու։ Okay, թող լինեն, իրանց խնդիրն է, ես ոչ մի բան չունեմ իրանց դեմ։ Ես ասում եմ, որ ես ունեմ իմ կարծիքը, որ դարեր ի վեր եղել է հակադրություն պետականության եւ դա բազմիցս ապացուցված է տարբեր դրվագներում։ Եվ թագավորի եկամ կաթողիկոսի, եթե անձերով եք ուզում, բայց անձերից վերանանք, այլ եկեղեցու որպես ինստիտուտ ու ոչ միայն հայ առաքելական, տարբեր տեղերում, տարբեր եկեղեցիների եւ աշխարհիկ իշխանությունների, որոնք կարանք դատողություն անեն, որ առաջարկում եք չլինի եկեղեցին։ Էդի որոշելի փիլիսոփայերեն որոշում են, ամեն մարդ ինքն է որոշում։ Եկեղեցին ի՞նչ է։ Եկեղեցին մարդկանց համախումբ մարդիկ են որոշում, ինքը լինի թե չլինի։ Նայեք, ես էլ իմ տեսակետը փիլիսոփայերեն հայկական եկեղեցու դրական կողմի մասին, հա, իմ կարծիքով այդ որ ասում ենք ինքը երբ չկար պետականություն կատարել է SS նախարարությունների կրթության բան ֆունկցիաները, իրականում մենք չենք գիտակցում, մենք ինչ ենք ասում, որ եկեղեցին զբաղվել է ամեն ինչով բացի հենց իր բուն նպատակից փրկել հոգիներ։ Ես ասում բացի, օրինակ չես ջոգում, որ այդ պնդումը տոտալ եւ կատարյալ bullshit է։ То есть որ դա ինքը թողել Դապուստիմ աղոթելը եւ զբաղվել կրթելով։ Դե դու պնդում ես որ ինչ որ բայ դադարել աղոթել, հարսանիք անել, չգիտեմ, հուղարկավորություն եւ մենակ ինչ որ վարչարատնտեսական բայց հարսանիքն ու հուղարկավորությունը բնականաբար աղոթել, այսինքն տոտալ bullshit էր, հետո տոտալ bullshit չէ, ինքը եթե պետության բանն է կատարում, իր նպատակը հենց դրա ոչ թե այս կյանքի ինչ որ պետական ինստիտուտների զարգացմամբ զբաղվելն է, այլ հոգիներ փրկելն է։ Ու ամենադրականն է, որ ինքը ոչ թե այդքան զբաղվել է կրոնական հարցերով, ինչքան զբաղվել է կրթությամբ, մշակույթով, ոչինչի վրա հիմնված պնդում, ավելի շատ զբաղվել է, չէ, գիտությամբ զբաղվել է Տաթևի վանքում, եթե օքեյ է, որ զբաղվել է, որտեղ ուրիշ զբաղվող չի եղել։ Այստեղ հարցը դրանումն է, ինքը ինչքան է դրական որպես բան եմ ասում, դա շատ լավ բան է։ Խրախուսել է հոգևորը զբաղվել է ոչ թողել, այլ առաջն կարող է անդե նույնիսկ կով են ունեցել, որպեսի կաթուն, դա չի նշանակում, որ թողել է հոգևորը, հաստատ ունեցել է։ Հազարավոր հեկտարներ հողեր, որտեղ դա սխալ պնդում է։ Դա սխալ պնդում չէ։ Այնուամենայնիվ այստեղ հարցը հետևյալն է. արդյոք ինքը այդ զբաղվելուն զուգընթաց ուզեցել է որ լինի պետություն եւ պետությունը զբաղվի դրանով, թե ինքը մնա այդ դերում, ուրիշ պետության տիրապետության տակ լինի ոնց որ հայ ազգի առաջնորդողը, որ ուրիշ առաջնորդողներ չլինեն, այստեղ այդ բանը իմ գրածը դրա մասին։ Հիմա մենք արդեն 21-րդ դարի մասին ենք խոսում։ Այդ թվում 21։ Դե այստեղ կամ ինչ-որ նենց անհերքելի ապացույց է ինձ թվում է պետք ներկայացնել, կամ էլ չխոսալ այս թեմայի մասին, որովհետեւ ապարակը շատ է։ Օթում sense մնալը։ Չէ, օթում չի, ամեն շատ գետնի վրա է, շատ։ Չէ, դե այդ
Ընդդիմներից ոչ մեկ։ Օրինակ քաղաքական հայտարարությունները, որ այս մարդը պետք է հրաժարական տա, մյուս մարդը ընտրվի, դա բանա օթում է, կոնկրետ հայտարարություններ են եղել եկեղեցու մեղադրանքը, որ FSB-ի ագենտ է, մեղադրանքը, որ դուստր ունի, չգիտեմ։ Մեղադրանք չի, դրանք փաստեր են, այո։ Ո՞նց են փաստեր։ Անուններ տա։ Хотелось бы։ Search արեք ինտերնետում, անունը գրած է։ Դե search անելը հիմա Հայրանունել է գրած։ Ես էլ KGB-ի Հայրանունել է գրած։ դա չի նշանակում։ Որը չեմ ուզում, որտեվ ինքը մեղավոր չի։ Չեմ ուզում ես բանը իրան թիրախ դարձնեմ։ Կամ բանը, երբ որ եկեղեցականը գալիս է, ուզում է հրապարակում տենց 30 րոպե եմ ձեզ տալիս, որ հրաժարական տակ ետել է, օթում հայտարարություններ։ Թե եղել է այդ ամեն ինչը։ Շատ կոնկրետ շարժում։ Դե հիմա եկեղեցին մտել է դե աշխարհի դերի մեջ ուզեցել է լուրջ առանց եկեղեցու շորերի սառեցնելու ու հիմա սառեցել Եվանում հապկում ձեր մասնակցությունը։ Մենք բարիս բուն իմաստով ենք սառեցրել։ Եկեղեցուցը չասեցին, որ ինքը մեր հետ կապ չունի, չբանարեցին, ոնց են ասում, որ հեռացնում են եկեղեցուց, այդպես ինստիտուտ կա, չէ, որ ասես, ախպեր ինքը մեր հետ կապ չունի, ոն բաներ, ինքը իրանով է, էլի, դες բան չարեցին, չէ։ Հիմա դա ըլնում է իշխանություն ուզել եւ աշխարհի գործերով զբաղվել, թե չի լինում։ Իսկ հիմա լինում է, օթում չի ոչ մի բան, ամեն ինչ շատ յետնի վրա է։ Իսկ իստու շատ բան է, այտենց լավ իրավիճակ է, որ ոնց որ խնդրեմը ինչ որ այտենց ակնարկվում է, վերջնական բան չի դնում, հասարակությունը լարված է անդադ մնում։ Ոչ մեկը լարված չի, բոլորը ամառային արձակուրդների։ Հələ Կիևան փորձը գնալ դավտաշենի մոստով պետք է խմել Հիսուսի արյունը։ Անցավ երկրորդ բաժակին։ Հա։ Վերջում էլ տրիատլոնից մի երկու բառ։ Հա, ինչ սպասենք։ Նախ մի քիչ հերվիզ գանք, հա, տեսանք դուք եք զբաղվում հեծանիվ, վասկ լող նախ որտեղից ժամանակ, որովհետև այդ տենց առավոտ 5:30 զարթնելու 5:30 զարթնելուց դստեղ օրինակ այսօր challenge-ներ կան, մրցումներ։ Հա, այսօր այս տարի մի 5-հատ, 6-հատ կա։ 6-հատ ինչ Ironman։ Չէ, challenge race։ Մի հատ X Water Sevan 6 կիլոմետր։ Դե շատ դաժան է, եթե ես արել եմ։ Խորհուրդ։ Մի հատ Savage of Sevan, այդ կես բան, մի հատ Ironman full Որտե՞ղ։ Պորտուգալիա, մի հատ մարաթոն նոյեմբերին Կիպրոս, Բա մեր հայկական Երևանի մարաթոն։ Երևանինը ոնց որ չեմ կարում այդ օր ինչ որ գործ ունեմ։ Հոկտեմբերի 4-5 կիսա մարաթոն, հա շատ է համընկնում, որ ծանր է ալնում, որտեղ Ironman ունենք օգոստոսին ունենք Վանաձորում վազում, դա վազում եմ կիսա մարաթոն, Ironman-ը 15-ին է, չեմ ուզում 10 օր առաջ full մարաթոն վազածել եմ։ Հա, չէ։ Ու մի հատ էլ բան ունենք, վարչապետի հետ Սևանի շուրջ պատտվելու բան ունենք, այնտես թեթև 2 օրով պրոստը ռազմին կա։ Okay։ Ձևը առավոտ շուտ զարթնելն է, ինձ լավ գիտես։ Շուտ քնեմ, շուտ զարթնել։ Բայց հա, այդ բերում են որ պիտի ինին քնե։ Չէ, մինից է թանելու բաց։ Սոցիալական կյանքի հետ մի քիչ բացարձակ դժվար համատեղել է։ Ես ուղղակի ամփոփելով ասեմ, որ պատմությունը գիտի երկու թեմա, որոնք ամենա տենց իրար բաժանող ու տենց կոնֆլիկտածին են, ու այդ երկու թեման են քաղաքականություն եւ կրոն։ Երկուսն էլ ոնց որ բանալեցինք։ Հա, ու իրանք կարան լիբերտար հասարակությունում համատեղվեն, եթե ամենը հարգի մյուսի տարածքը, մյուսի բանը, օրինակ ես հարգում եմ քո իրավունքը, հավատան ինչ ուզում ես, դու էլ հարգի ինձ օրով։ Հարգում եմ ոնց որ Տոտալ հարգանքով եմ մոտեցել։ Всё, это я զում լսեի այդքան բան։ Всё, լուրջ կասներ, Արսեն Թրոսյանն էր մեր հյուրը, կոմենտներում ինչ որ հարցեր կարող եք ուղղել, իսկ մենք հանդիպենք հաջորդ շաբաթ։